Ամեն ինչ սկսվում է լուրջ ջանքերի անտեսանելի նվիրումի առօրյայից։ Անսպասելի սխալը դառնում է դաժան ու անարդար մեղադրանքների պատճառ։ Տարիների նվաստացումները բացահայտվում են մեկ առճակատման ընթացքում։ Եվ մի խիզախ որոշում փոխում է բոլորի ճակատագիրը։ Եթե սիրո այսպիսի պատմությունները հուզում են ձեր սիրտը, ապա բաժանորդագրվեք ալիքին, պատմեք, թե որտեղից եք դիտում։ Ձեր ներկայությունն այստեղ ամեն ինչ փոխում է։ Առավոտը մռայլ էր Երանի վրա, կարծես երկինքն իմանար, որ այդ օրը փոխելու է ամեն ինչ։ Անի Կարապետյանն արթնացավ զարթուցիչի զանգից առաջ, ինչպես միշտ։ 27 տարեկանում նա արդեն սովորել էր, որ ժամանակը ոչ ոքի չի սպասում, առավելս նրան, ով պետք է ամեն օր ապացուցի իր արժեքը։ Նա լուռ վեր կացավ, զգուշորեն շարժվելով, որպեսզի չարթնացնի հարան սենյակում քնած մորը։ Տիկին Սոնանս մեկ դժվար գիշեր էր անցկացրել, նրա չոր հազը արձագանքում էր Շենգավիթի վարձով բնակարանի բարակ պատերի միջով։ Անին սուրճ պատրաստեց, ցածր ձայնով լսելով ռադիոյի լուրերը։ Հաղորդավարը հայտարարում էր ֆինանսական շուկաներում մեկ լարված շաբաթվա մասին, ամանորի նախատոնական շրջանում։ Նա հեգնանքով ժպտաց. լարված շաբաթ։ Եթե նա իմանար, թե ինչ էր իրեն սպասվում հյուսիսային պողոտայի սրտում գտնվող այդ գրասենյակում։ Խմեց, առանց շաքարի սուրճը, մի խնայողություն, որը սովորություն էր դարձել։ Հագավ մուգ կապույտ կոստյումը, որը պահում էր կարևոր առիթների համար։ Այսօր միջազգային ներդրողների հետ հանդիպում կար, Դավիթ Մանուկյանը կատարելությունից պակաս ոչինչ չէր հանդուրժում։ Դավիթ Մանուկյան։ Միայն անունը մտաբերելիս Անին կրծքավանդակում մի սեղմոց զգաց, որը չէր կարողանում բացատրել։ 5 տարի աշխատելով Մանուկյան կորպորացիայի ամենասարսափելի հարգված մարդու գործադիր օգնական, նա դեռ չէր կարողանում լիովին հասկանալ, թե ով էր նա։ Փայլուն էր, դա ոչ ոք չէր ժխտում։ 38 տարեկանում նա զրոյից կայսրություն էր կառուցել, փոքր խորհրդատվական ընկերությունը դարձնելով հայկական ֆինանսական շուկայի ամենաազդեցիկ ընկերություններից մեկը։ Բայց նրա մեջ կար մի բան, որը գերազանցում էր իրավասությանը։ Հաշվարկված սառնություն, զգացմունքային հեռավորություն, որը կարծես դիտավորյալ էր, ասես նա պատեր կառուցած լիներ սեփական սրտի շուրջ։ Անին գրասենյակ հասավ առավոտյան ժամը 7-ին, պաշտոնական աշխատանքային օրվանից 2 ժամ շուտ։ Հարկերը դեռ դատարկ էին, միայն մաքրության աշխատակիցներն էին ավարտում գիշերային աշխատանքը։ Նա սիրում էր այդ լռությունը, ամեն ինչ կազմակերպելու հնարավորությունը, մինչ կորպորատիվ քաոսը կսկսվեր։ Երրորդ անգամ ստուգեց շնորհանդեսը, որը Դավիթը պետք է ներկայացներ ներդրողներին։ Յուրաքանչյուր սլայդ, յուրաքանչյուր թիվ, յուրաքանչյուր ստորակետ։ Ամեն ինչ պետք է անթերի լիներ։ Նա գիտեր, որ ցանկացած սխալ կվերագրվեր իրեն, երբեք նրան։ Այդպես էր գործում այդ աշխարհը։ 8:30 Առաջին աշխատակիցները սկսեցին գալ։ Անին նիստերի դահլիճի ապակե պատուհանից հետում էր ընդունարանի շարժին։ Ճանաչում էր յուրաքանչյուր դեմք, յուրաքանչյուր պատմություն։ Գայանեն հաշվապահությունից 6 ամիս առաջ բաժանված, միայնակ մեծացնում էր 2 երեխաներին։ Ռուբենը, իրավաբանականից, վճարում էր կրտսեր եղբոր համալսարանի վարձը։ Այնտեղ բոլորն ունեին իրենց լուռ պայքարները, ճնշմանը դիմանալու իրենց պատճառները։ Անին բացառություն չէր։ Ամեն ամիս նրա աշխատավարձի կեսը գնում էր տիկին Սոնայի դեղերին։ Մյուս կեսը հազիվ էր բավականացնում հիմնական ծախսերը հոգալուն։ Բայց նա երբեք չէր բողոքում։ Բողոքելը նրանց շքեղությունն էր, ովքեր ընտրություն ունեին։ Ուղիղ ժամը 9 Դավիթը եկավ։ Անին ճանաչեց նրա վստահ քայլերը միջանցքում, նախքան նրան տեսնելը։ Նա սենյակ մտավ առանց բարելու, ինչպես միշտ։ Անթերի մոխրագույն կոստյում, մուգ կապույտ փողկապ, կատարյալ սանրված սմազեր։ Շագանակագույն աչքեր, որոնք կարծես թափանցում էին մարդկանց միջով, հաշվարկելով, վերլուծելով, հեռավորություն պահպանելով։ Նա նստեց, բացեց նոութբուքը, սկսեց վերանայել շնորհանդեսը։ Անին կանգնած էր կողքին, պատրաստ ցանկացած հանձնարարության։ 10 րոպե անցավ բացարձակ լռության մեջ։ Հետո Դավիթը կանգ առավ 7-րդ սլայդի վրա, կնճռոտեց ճակատը, շրջվեց դեպի նա մի արտահայտությամբ, որը Անին լավ գիտեր։ Դժգոհություն։ Այստեղ սխալ կա, ասաց նա, նրա խիստ ձայնը կտրեց լռությունը։ 4-րդ եռամսյակի կանխատեսումների թվերը չեն համապատասխանում նախորդ սլայդին։ Անին զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա տասնյակ անգամներ ստուգել էր այդ թվերը։
Մոտեցավ էկրանին, ուշադիր վերլուծեց տվյալները։ Սխալ չկար։ Կանխատեսումները ճիշտ էին, պարզապես ներկայացված էին տարբեր ձաչափերով, ներդրողների համար ընկալումը հեշտացնելու նպատակով։ Բայց նա գիտեր, որ Դավիթ Մանուկյանին հակաճառելը նման էր բենզինի մոտ լուցկի վառելուն։ Պարոն Մանուկյան, թվերը ճիշտ են, պատասխանեց նա ամենահաստատուն ձայնով, որ կարողացավ հանել։ Տեսողական տարբերությունը դիտավորյալ է, էքսպոնենցիալ աճն ընդգծելու համար։ Դավիթը սեռուն նայեց նրան, մի պահ անին նրա աչքերում մի բան տեսավ, որը չկարողացավ վերծանել։ Զայրո՞իթ։ Մարտահրավեր։ Կամ միայն գուցե հարգանքի մի փայլատակում, սեփական աշխատանքը պաշտպանելու նրա խիզախության համար։ Բայց այդ պահը շատ արագ անցավ։ Նորից արա, ասաց նա պարզապես։ Ներդրողները կժամանեն 1 ժամից։ Ուղղված տարբերակը ուզում եմ տեսնել 40 րոպեից։ Անին խորը շունչ քաշեց։ Ուղղված։ Նա խնդրում էր փոխել մի բան, որը սխալ չէր։ Բայց վիճելու ժամանակ չկար։ Նա վերադարձավ իր սեղանի մոտ, բացեց ֆայլը, սկսեց նորից անել սլայդները, որոնք արդեն կատարյալ էին։ Աշխատելիս զգում էր, թե ինչպես է անարդարությունը այրում իր ներսը, բայց կուլ տվեց։ Այնպես, ինչպես կուլ էր տալիս 5 տարի շարունակ։ Այնպես, ինչպես միշտ էր կուլ տվել։ Ժամը 10։ Նիստերի դահլիճը լիքն էր։ 12 միջազգային ներդրող Մանուկյան կորպորացիայի 5 ղեկավար, Անին կանգնած հետում, պատասխանատու, որ ամեն ինչ անթերի ընթանա։ Դավիթը սկսեց շնորհանդեսը ղեկավարելու համար ծնված մարդու վստահությամբ։ Նրա ձայնը լցնում էր տարածքը, յուրաքանչյուր բառ ընտրված էր վիրաբուժական ճշգրտությամբ։ Անին հետում էր, երկփեղկված հիացմունքի վրդովմունքի մեջ։ Նա անհերքելիորեն տաղանդավոր էր։ Բայց նա անկարող էր ճանաչել ուրիշների աշխատանքը։ Շնորհանդեսը լավ էր ընթանում մինչ 15-րդ սլայդը։ Դավիթը սեղմեց հեռակառավարման վահանակի կոճակը, էկրանը սառեց։ Նա նորից փորձեց։ Ոչինչ։ Դահլիճում շշուկ տարածվեց։ Անին զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Նա արագ վեր կացավ, մոտեցավ նոութբուքին, ստուգեց միացումը։ Մալուխը թուլացել էր։ Ոչ թե ամբողջությամբ անջատվել, այլ այնքան, որ ընդհատեր հեռարձակումը։ Նա նորից միացրեց, շնորհանդեսը վերականգնվեց։ Բայց վնասն արդեն հասցվել էր։ Դահլիճի մթնոլորտը փոխվել էր։ Ներդրողները հայացքներ էին փոխանակում։ Դավիթի ծնոտը լարված էր։ Հանդիպումն ավարտվեց 40 րոպե անց, զսպված լարվածության մթնոլորտում։ Ներդրողները քաղաքավարի հեռացան, բայց առանց այն ոգորության, որը Դավիթն ակնկալում էր։ Անին մնաց դահլիճում, հավաքելով սարքավորումները, փորձելով հասկանալ, թե ինչ էր պատահել։ Նա վստահ էր, որ հանդիպումից առաջ ստուգել էր բոլոր միացումները։ Բացարձակապես վստահ էր։ Դավիթը սպասեց, մինչ բոլորը դուրս գան։ Հետո փակեց ապակե դահլիճի դուռը, շրջվեց դեպի Անին մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Մաքուր, անզուսպ կատաղություն։ Դուք գաղափար ունեք, թե ինչ արեցիք հենց նոր, հարցրեց նա, ձայնը ցածր, բայց զայրույթով լի։ 15 տարի հեղինակություն եմ կառուցել։ 15 տարվա անթերի աշխատանք։ Եվ դուք կարողանում եք այդ ամենը քանդել 15 վայրկյանում։ Անին զգաց, կարծես հարված ստացավ Ստամոքսին։ Ես ամեն ինչ ստուգել էի հանդիպումից առաջ, պարոն Մանուկյան։ Մալուխը միացված էր։ Ես վստահ եմ։ Վստահ եք, նա ծիծաղեց առանց հումորի։ Դուք վստահ եք։ Իսկ ես ունեմ 12 ներդրող, որոնք հենց նոր կասկածի տակ դրեցին իմ իրավասությունը մի տարրական տեխնիկական սխալի պատճառով։ Մի սխալ, որը կանխելը ձեր պատասխանատվությունն էր։ Բայց ես կանխել էի, պնդեց նա, զգալով, թե ինչպես է անարդարությունն ալիքի պես բարձրանում իր ներսում։ Ես 3 անգամ ստուգել եմ։ Գուցե ինչ-որ մեկը հանդիպման ընթացքում անզգուշաբար դիպել է։ Մի փորձեք արդարանալ, կտրուկ ընդհատեց Դավիթը, մի քայլ անելով դեպի նա։ Սա է տարբերությունը իրավասու մասնագետների պարզապես տեղ զբաղեցնող մարդկանց մեջ։ Մասնագետները պատասխանատվություն են ստանձնում։ Իսկ միջակությունները արդարացումներ են փնտրում։ Միջակություն բառը սիրենի պես հնչեց Անիի մտքում։ 5 տարի։ 5 տարի արթուն գիշերներ, հաշվետվություններ վերանայելով։
5 տարի զոհաբերված հանգստյան օրեր, տոներ, որոնք անցկացրել էր աշխատելով, մինչ բոլորն իրենց ընտանիքների հետ էին։ 5 տարի լինելով անտեսանելի, վերաբերվելով որպես հսկայական մեխանիզմի փոխարինելի մաս։ Եվ հիմա սա։ Հանրային մեղադրանք, անվճար նվաստացում մի սխալի համար, որը նա նույնիսկ չէր գործել։ Նրա ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Դա դրամատիկ ճայթյուն չէր, այլ խորը վերջնական ճակ, ինչպես սառույցը, որը շատ երկար կուտակված ճնշման տակ կոտրվում է։ Ես միջակություն չեմ, ասաց Անին, սեփական ձայնը տարօրինակ թվաց իրեն։ Հանգիստ, հաստատուն, վտանգավոր կերպով զուսպ։ Ես այն մարդն եմ, ով հնարավոր է դարձնում, որ դուք փայլուն լինեք։ Ես այն մարդն եմ, ով աշխատում է, մինչ դուք քնած եք։ Ով լուծում է խնդիրները, նախքան դրանք ճգնաժամ դառնալը։ Ով պահպանում է ձեր անթերի կերպարը մի աշխատանքով, որը դուք նույնիսկ չեք տեսնում։ Դավիթը քարացած կանգնել էր, աչքերը սեռած նրա վրա անկեղծ զարմանքի արտահայտությամբ։ Անին նկատեց, որ իրենց շուրջը ապակե պատերի մյուս կողմում, մյուս աշխատակիցները դադարեցրել էին աշխատանքը, զգուշորեն նայում էին նիստերի դահլիճին։ Բայց նրան այլս չէր հետաքրքրում։ Կորցնելու այլս ոչինչ չկար։ 5 տարի շարունակեց Անին, ես կուլ եմ տվել նվաստացումները։ Ընդունել եմ քննադատություններ կատարյալ աշխատանքների համար։ Ստանձնել եմ մեղքը սխալների համար, որոնք չեմ գործել։ Այս ամենը, որովհետև հավատում էի, որ մի օր, գուցե, դուք կճանաչեք իմ արժեքը։ Բայց այսօր ես հասկացա։ Դուք մարդկանց չեք տեսնում։ Դուք գործիքներ եք տեսնում։ Եվ երբ մի գործիք խափանվում է, նույնիսկ եթե դա իր մեղքը չէ, դուք պարզապես այն դեն եք նետում։ Անի, սկսեց Դավիթը, բայց նա թույլ չտվեց, որ ավարտի։ Ոչ, ասաց նա, ձեռքը բարձրացնելով։ Գոնե մեկ անգամ դուք ինձ կլսեք մինչ վերջ։ Մալուխը միացված էր, երբ ես ստուգեցի։ Եթե այն թուլացել է հանդիպման ընթացքում, դա կարող էր պատահականություն լինել, կարող էր սաբոտաժ լինել, ես չգիտեմ։ Բայց դա իմ անփութությունը չէր։ Եվ նույնիսկ եթե լիներ, այն ձև, որով դուք ինձ հետ վարվեցիք հիմա, բոլորի առաջ, անմարդկային էր։ Որովհետև դուք հենց դա եք, պարոն Մանուկյան։ Անմարդկային։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Դավիթը կարծես մարսում էր բառերը, նրա արտահայտությունը տատանվում էր ցնցումի մի բանի մեջ, որը Անին չկարողացավ վերծանել։ Գուցե դա ճանաչում էր։ Գուցե պարզապես ավելի շատ զսպված զայրույթ։ Անին բացեց պայուսակը, հանեց ընկերության անվանակարտը, դրեց նիստերի սեղանի վրա դիտավորյալ վերջնական շարժումով։ Ես հեռանում եմ աշխատանքից, ասաց նա, բառերը դուրս եկան բյուրեղյա պարզությամբ։ Անմիջապես։ Կարող եք համարել, որ իմ նախազգուշացման ժամկետը ես արդեն աշխատել եմ վերջին 5 տարիների ընթացքում, որոնք նվիրել եմ այս ընկերությանը, երբեք չստանալով անկեղծ շնորհակալություն։ Նա շրջվեց, քայլեց դեպի դուռը։ Ձեռքերը դողում էին, բայց քայլերը վստահ էին։ Միջանցքով անցնելիս զգաց բոլոր գործընկերների հայացքները։ Ոմանք ցնցված էին, մյուսները գաղտնի գոհ, որ վերջապես ինչ-որ մեկը դիմակայեց անձեռնմխելի Դավիթ Մանուկյանին։ Գայանեն հաշվապահությունից զուսպ աջակցության ժեստ արեց։ Ռուբենը թեթակի գլխով արեց, տխուր ժպիտով։ Անին մտավ վերելակ, սեղմեց առաջին հարկի կոճակը։ Միայն երբ դռները փակվեցին, նա մնաց մենակ այդ փոքր, հայելապատ տարածքում, սկսեց գիտակցել, թե ինչ էր արել։ Նա հենց նոր թողել էր իր միակ կայուն աշխատանքը։ Հիվանդ մորը խնամելու միակ միջոցը։ Միակ անվտանգությունը գնալով ավելի մրցակցային անողոք շուկայում։ Բայց երբ նայեց սեփական արտացոլանքին վերելակի հայելու մեջ, Անին տեսավ մի բան, որը վաղուց չէր տեսել։ Արժանապատվություն։ Նա վերականգնել էր իր արժանապատվությունը։ Եվ այդ պահին, դողալով ադրենալինից, ապագայի վախից, Անի Կարապետյանը որոշեց, որ այլս երբեք չի հրաժարվի դրանից։ Ոչ փողի, ոչ անվտանգության, ոչ էլ որևէ մեկի համար։ Վերում 23-րդ հարկում Դավիթ Մանուկյանը կանգնած էր դատարկ նիստերի դահլիճի մեջտեղում, սեռուն նայելով սեղանի վրա լքված անվանակարտին։ Նրա շուրջը ապակե պատերի միջով աշխատակիցները դանդաղ վերադառնում էին իրենց աշխատանքին, բայց խշշոցը այլ էր։ Այդ միջավայրում ինչ-որ բան փոխվել էր։ Ինչ-որ կարևոր անդառնալի բան։ Դավիթը վերցրեց անվանակարտը, բութ մատով սահեց Անիի լուսանկարի վրայով։ 5 տարի։ Նա ճիշտ էր։ 5 տարվա անթերի աշխատանք, նա երբեք իսկապես չէր նկատել նրան։
երբեք շնորհակալություն չէր ասել։ Երբեք չէր ընդունել, որ առանց նրա իր նվաճումների կեսը գոյություն չէր ունենա։ Նա սեղմեց անվանակարտը ձեռքում զգաց, թե ինչպես մի տարօրինակ անհարմար բան սկսեց աճել իր կրծքում։ Մի բան, որը նա այնքան վաղուց էր թաղել, որ հազիվ էր հիշում, թե ինչ զգացողություն է դա։ Մեղքի զգացում։ Եվ մեղքի զգացումի հետ մեկտեղ մի բան էլ ավելի վտանգավոր։ Գիտակցումը, որ այն կինը, ով հենց նոր հեռացավ, ոչ միայն արդյունավետ աշխատակից էր։ Նա մեկն էր, ում նա, առանց նկատելու, թույլ էր տվել դառնալ անփոխարինելի։ Եվ հիմա նա գնացել էր։ Դավիթը նայեց համայնապատկերային պատուհանից ներքում գտնվող քաղաքին։ Երանն անվերջ ձգվում էր, միլիոնավոր կյանքեր խաչվում էին, միլիոնավոր պատմություններ տեղի ունենում միաժամանակ։ Ինչ-որ տեղ այնտեղ ներքում անին քայլում էր փողոցներով, հավանաբար վախեցած, հավանաբար զղջացած, բայց հաստատապես ազատ իրենից։ Առաջին անգամ 15 տարվա մեջ, այն օրվանից, երբ երդվել էր այլս երբեք թույլ չտալ, որ որևէ մեկը զգացմունքային ազդեցություն ունենա իր վրա, Դավիթ Մանուկյանը վախ զգաց։ Ոչ թե մասնագիտական ձախողման կամ ներդրողների կարծիքի վախ, այլ վախ, կորցնելու մի բան, որի կարիքը չգիտեր, որ ունի։ Վախ, բաց թողնելու միակ մարդուն, ով վերջին 5 տարիների ընթացքում անկեղծորեն հոգ էր տարել իր մասին, նույնիսկ եթե միայն մասնագիտորեն։ Նա անվանակարտը դրեց բաճկոնի գրպանը, սրտին շատ մոտ, վերադարձավ իր սենյակ։ Որոշումներ ուներ կայացնելու։ Որովհետև Դավիթ Մանուկյանը կորուստներ ընդունող մարդ չէր։ Եվ կյանքում առաջին անգամ նա պատրաստ էր ընդունել, որ սխալ էր գործել։ Մի սխալ, որը թանկ արժեցավ։ Մի սխալ, որը նա, ինչ-որ կերպ, պետք է ուղղեր։ Բայց ինչպես ուղղել մի բան, որը կոտրել է սեփական ձեռքերով։ Ինչպես վերականգնել մեկի վստահությունը, ում համակարգված կերպով նվաստացրել ես տարիներ շարունակ։ Դավիթը պատասխաններ չուներ։ Միայն անհանգստացնող համոզմունքը, որ Անի Կարապետյանին հեշտ չի լինի մոռանալ։ Եվ գուցե, միայն գուցե, նա չէր էլ ուզում մոռանալ նրան։ Գրասենյակային շենքից դուրս, Անին կանգ առավ հյուսիսային պողոտայի մայթին խորը շունչ քաշեց։ Դեկտեմբերյան արը պայծառ շողում էր, հակադրվելով այն ցրտին, որը նա զգում էր ներսում։ Նայեց հեռախոսին։ Ոչ մի հաղորդագրություն։ Ոչ մի զանգ։ Միայն իրականության ծանր լռությունը։ Նա պետք է վերադառնար տուն պատմեր տիկին Սոնային, թե ինչ է պատահել։ Պետք է անմիջապես սկսեր աշխատանք փնտրել։ Պետք է ուժեղ լիներ։ Բայց այդ պահին կանգնած երկրի ամենաաշխույժ քաղաքի մեջտեղում, շրջապատված միլիոնավոր մարդկանցով, այնուամենայնիվ, բոլորովին մենակ, Անին թույլ տվեց իրեն զգալ։ Զգալ վախը, անորոշությունը, բայց նա մի անսպասելի բան։ Թեթացում։ Կարծես այնքան երկար ժամանակ ուսերին բեռ էր կրել, որ մոռացել էր, թե ինչպես է ուղիղ քայլելը։ Նա հեռախոսը հետ դրեց պայուսակի մեջ, սկսեց քայլել դեպի մետրո։ Չգիտեր, թե ինչ է սպասվում ապագայում։ Չգիտեր, թե ինչպես է վճարելու հաջորդ ամսվա հաշիվները։ Չգիտեր, թե արդյոք ճիշտ բան է արել։ Բայց գիտեր, բացարձակ վստահությամբ, որ այլս չէր կարող ապրել այնպես, ինչպես ապրում էր։ Անտեսանելի։ Չգնահատված։ Մոռացված։ Եվ մինչ մետրոյի աստիճաններով իջնում էր, կորչելով քաղաքի անանուն ամբոխի մեջ, Անին ինքն իրեն խոստում տվեց։ Այլս երբեք նա թույլ չի տա, որ որևէ մեկը իրեն փոքր զգալ տա։ Այլս երբեք նա չի ընդունի ճանաչման փշրանքներ։ Այլս երբեք նա անտեսանելի չի լինի։ Այն, ինչ Անին չգիտեր, մինչ գնացքը նրան հեռացնում էր այդ վճռորոշ առավոտից, այն էր, որ իր պատմությունը Դավիթ Մանուկյանի հետ դեռ նոր էր սկսվում։ Որ այդ խզումը ոչ թե վերջ էր, այլ սկիզբը մի բանի, որը շատ ավելի մեծ էր, շատ ավելի բարդ, անսահման ավելի վտանգավոր, քան նա կարող էր պատկերացնել։ Որովհետև Դավիթ Մանուկյանը այն մարդը չէր, որը բաց էր թողնում այն, ինչը համարում էր իրենը։ Եվ առանց Անի իմացության, նա հենց նոր դարձել էր միակ բանը, որը նա չէր կարողանա վերահսկել։ Միակ մարդը, ով նրան մարտահրավեր էր նետել։ Միակը, ով հեռացել էր։ Եվ Դավիթ Մանուկյանի նման մարդիկ չգիտեն ինչպես վարվել մարդկանց հետ, ովքեր հեռանում են։ Հավանում եք այս պատմությունը։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Կեսօրը տաք էր, երբ Անին բացեց բնակարանի դուռը։ Տիկին Սոնան նստած էր հյուրասենյակի մաշված բազկաթոռին, գործելով մի վերմակ, որը կարծես երբեք չէր ավարտվում։
Նա աչքերը բարձրացրեց, երբ դուստրը ներս մտավ, Անին տեսավ զարմանքը մոր դեմքին։ Ժամը ընդամենը 3-ն էր։ Նա երբեք այդքան շուտ չէր գալիս։ Ինչ-որ բան է պատահել, հարցրեց տիկին Սոնան, գործելը մի կողմ դնելով։ Նրա ձայնը խռպոտ էր, հոգնած։ Նա առավոտյան հազիս 1 նոպա էր ունեցել, Անին նկատեց աչքերի շուրջ հոգնածության հետքերից։ Անին հանեց կոշիկները, նստեց մոր կողքին, նրա ձեռքերն առնելով իր ձեռքերի մեջ։ Տիկին Սոնայի ձեռքերը փոքր էին ու սառը, կապտավուն երակները տեսանելի էին բարակ մաշկի տակ։ Ձեռքեր, որոնք այնքան շատ էին աշխատել, որոնք միայնակ մեծացրել էին դստերը, երբ հայրը հեռացել էր առանց հետ նայելու։ Ես հեռացա աշխատանքից, ասաց Անին, որոշելով, որ ճշմարտությունը ավելի լավ է, քան ցանկացած հորինված պատմություն։ Այլս չկարողացա այնտեղ մնալ։ Տիկին Սոնան մի պահ լուռ մնաց, ուսումնասիրելով դստեր դեմքը այն սուր ընկալմամբ, որը միայն մայրերն ունեն։ Հետո, ի զարմանս Անիի, նա ժպտաց։ Փոքր, բայց անկեղծ ժպիտ։ Արդեն ժամանակն էր, ասաց նա պարզապես։ Դու մարում էիր այդ վայրում։ Ես տեսնում էի, թե ինչպես է քո մի մասնիկը մեռնում ամեն օր։ Անին զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Բայց մամ, իսկ հաշիվները։ Քո դեղերը։ Վարձը։ Տիկին Սոնան սեղմեց դստեր ձեռքերը։ Մի բան կանենք։ Միշտ արել ենք։ Դու երիտասարդ ես, խելացի, իրավասու։ Ավելի լավ բան կգտնես։ Մի բան, որը քեզ կստիպի փայլել, ոչ թե մարել։ Այդ գիշեր Անին թարմացրեց իր ինքնակենսագրականը, սկսեց ուղարկել բոլոր ընկերություններին, որոնք կարողացավ գտնել։ Ֆինանսական, խորհրդատվական, խոշոր կորպորացիաներ, փոքր զարգացող ընկերություններ։ Նա ուներ ամուր փորձ, գործընկերներից անթերի երաշխավորագրեր, 5 տարվա պատմություն շուկայի ամենահարգված ընկերություններից մեկում։ Պատասխանները չպետք է ուշանային։ Բայց ուշացան։ Մի շաբաթ անցավ։ 2 շաբաթ։ Անին ստանում էր ավտոմատ պատասխաններ, շնորհակալություն հայտնելով հետաքրքրության համար, ասելով, որ իր պրոֆիլը կպահպանվի տվյալների բազայում։ Որոշ ընկերություններ նրան կանչում էին նախնական հարցազրույցների, ամեն ինչ խոստումնալից էր թվում։ Մինչ որ խորհրդավոր կերպով ընտրության գործընթացները չեղարկվում էին։ Հաստիքը լրացվել է ներքին կարգով, ասում էին։ Հավաքագրման սառեցում, պնդում էին։ Պաշտոնի պրոֆիլի փոփոխություն, արդարանում էին։ Անին միամիտ չէր։ 5-րդ հնարավորությունից հետո, որը գոլորշիացավ առանց համոզիչ բացատրության, նա սկսեց կասկածել։ Զանգահարեց մի գործընկերուհու, ով աշխատում էր մի մեծ խորհրդատվական ընկերության մարդկային ռեսուրսների բաժնում, մեկին, ում վստահում էր։ Անի, ընկերուհու ձայնը լարված հնչեց հեռախոսով, ես չպետք է սա քեզ ասեմ։ Բայց քո անունը բացասական կերպով է շրջանառվում։ Ասում են, որ դու խնդրահարույց ես, որ առանց նախազգուշացման թողել ես կարևոր պաշտոն, որ վնասներ ես պատճառել միջազգային հաճախորդին։ Դա սուտ է, պատասխանեց Անին, զգալով, թե ինչպես է զայրույթը լեղու պես բարձրանում։ Ես հեռացել եմ վիրավորական վերաբերմունքի պատճառով։ Ոչ մի վնաս չեմ պատճառել։ Ես գիտեմ, հոգոց հանեց ընկերուհին։ Բայց դու գիտես այս շուկան։ Ընկալումն ամեն ինչ է։ Եվ ինչ որ մեկը, շատ մեծ ազդեցությամբ, պատմության բոլորովին այլ տարբերակ է տարածում։ Ինչ որ մեկը։ Անին կարիք չուներ հարցնելու, թե ով։ Դավիթ Մանուկյանը կապեր ուներ ամբողջ հայկական ֆինանսական շուկայում։ Նրա մեկ խոսքը կարող էր դռներ բացել։ Կամ ամբողջությամբ փակել դրանք։ Հաջորդ օրերին Անին ակտիվացրեց որոնումները։ Փորձեց տարբեր ոլորտներ, ավելի փոքր ընկերություններ, ավելի ցածր աշխատավարձով պաշտոններ։ Բայց միշտ նույն բանն էր տեղի ունենում։ Նախնական հետաքրքրություն, խոստումնալից հարցազրույցներ, հետո լռություն։ Նրան համակարգված կերպով արգելափակում էին։ Եվ փողը սպառվում էր։ Դեկտեմբերն առաջ էր գնում։ Երանի։ Փողոցները լցվում էին ամանորյա զարդարանքներով, գունավոր լույսերով, արտրի կենտրոններում, հրապարակներում հսկայական տոնածառերով։ Տոնական երաժշտություն էր հնչում ամենուր։ Մթնոլորտը տոնական էր, հույսի, նորոգման։ Բայց Անին զգում էր, կարծես խեղդվում է, մինչ բոլորը շուրջը տոնում էին։ Տիկին Սոնայի վիճակը վատացավ։ Մի գիշեր Հազն այնքան ուժեղացավ, որ Անին ստիպված եղավ նրան տանել շտապօգնության բաժանմունք։
Նրանք 4 ժամ սպասեցին սառը գերբեռնված սպասասրահում։ Երբ վերջապես ընդունեցին, բժիշկն ուղիղ ասաց. Տիկին Սոնան կարիք ուներ ավելի մանրամասն հետազոտությունների, դեղորայքի հնարավոր ճշգրտումների, մշտական հսկողության։ Այս ամենը արժեր փող, որը Անին այլս չուներ։ Հենց այդպիսի գիշերներից մեկին, նստած մոր անկողնու կողքին, ով վերջապես քնել էր ժամեր 10 հազից հետո, Անին լաց եղավ։ Լաց եղավ լուռ, թույլ տալով, որ արցունքները հոսեն առանց աղմուկի։ Նա ճիշտ բան էր արել, հեռանալով այդ աշխատանքից։ Գիտեր դա իր հոգու խորքում։ Բայց ճիշտ բանը չափազանց թանկ էր նստում։ Հեռախոսը թրթռաց կեսգիշերին։ Անին նայեց էկրանին, դեռ լացից ուռած աչքերով։ Անհայտ համար։ Նա քիչ մնաց չպատասխաներ, բայց ինչ-որ բան ստիպեց նրան սահեցնել մատը ընդունել զանգը։ Անի Կարապետյան, կանացի, պրոֆեսիոնալ քաղաքավարի ձայն։ Իմ անունը Աննա է, ես պարոն Դավիթ Մանուկյանի գործադիր օգնականն եմ։ Նա կցանկանար վաղը, ժամը 10-ին, զրուցել ձեզ հետ գրասենյակում։ Անին զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Ասացեք պարոն Մանուկյանին, որ ես նրա հետ խոսելու ոչինչ չունեմ։ Դադար եղավ։ Հասկանում եմ ձեր դիրքորոշումը, տիկին Կարապետյան։ Բայց պարոն Մանուկյանը պնդում է, որ դա մասնագիտական հարց է, ոչ թե անձնական։ Մի առաջարկ, որը կարող է ձեզ հետաքրքրել։ Ես հետաքրքրված չեմ նրա առաջարկներով, պատասխանեց Անին, բայց ձայնը ավելի քիչ հաստատուն հնչեց, քան կցանկանար։ Հատկապես որովհետև բնակարանի վարձի վճարման ժամկետը 3 օրից էր, նա վճարելու հնարավորություն չուներ։ Տիկին Կարապետյան, օգնականի ձայնը ավելի ցածրացավ, գրեթե գաղտնապահ, ես ձեզ հետ աշխատել եմ 2 տարի, նախքան ձեր նախկին պաշտոնը ստանձնելը։ Գիտեմ, թե որքան դժվար կարող է լինել պարոն Մանուկյանը։ Բայց նա գիտեմ, որ նա երբեք անձնական հանդիպում չի կազմակերպել առաջարկներ անելու համար։ Եթե նա խնդրում է զրուցել, նշանակում է, այն, ինչ ունի ասելու, իսկապես կարևոր է։ Գոնե լսեք։ Լսելով ոչինչ չեք կորցնի։ Անին լուռ մնաց։ Տրամաբանությունը անթերի էր, որքան էլ ցավալի լիներ դա ընդունելը։ Նրան փող էր պետք։ Շտապ պետք էր։ Եվ եթե իսկապես մասնագիտական առաջարկ կար, որքան էլ վատ լիներ նորից աշխատել Դավիթ Մանուկյանի հետ, նա չուներ հրաժարվելու շքեղությունը, առանց գոնե իմանալու, թե ինչի մասին է խոսքը։ Ժամը 10-ին, ասաց նա վերջապես։ Բայց եթե ժամանակի կորուստ լինի, ես կհեռանամ։ Հասկանալի է։ Պարոն Մանուկյանը շնորհակալ է ձեր պատրաստակամության համար։ Անին անջատեց հեռախոսը, մնաց նայելով մութ սենյակի առաստաղին։ Ինչ կարող էր ուզել Դավիթ Մանուկյանը 3 շաբաթ անց։ Շուկայում իր մասին ստեր տարածելուց, իր կյանքը վերականգնելու հնարավորությունները ոչնչացնելուց հետո։ Ինչ տեսակի առաջարկ կարող էր արդարացնել այս ամենը։ Հաջորդ առավոտ Անին զգուշությամբ ընտրեց հագուստը։ Չէր ուզում հուսահատ երալ, բայց նա չէր կարող իրեն թույլ տալ ամբարտավան երալ։ Ընտրեց նույն մուգ կապույտ կոստյումը, որը հագել էր աշխատանքից հեռանալու օրը։ Խորհրդանշական ընտրություն։ Նա չէր փոխի իր էությունը Դավիթ Մանուկյանին հաճոյանալու համար։ Տիկին Սոնան քնած էր, երբ Անին դուրս եկավ։ Նա սառնարանի վրա գրություն թողեց, ասելով միայն, որ հարցազրույցի է գնում, շուտով կվերադառնա։ Չնշեց, թե ում հետ։ Չէր ուզում մորն անհանգստացնել։ Մանուկյան կորպորացիայի շենքը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին Անին հիշում էր։ Հոյակապ, ժամանակակից, մուտքի մոտ զուսպ, բայց անսխալ ճանաչելի լոգոտիպով։ Նա բարձրացավ այն վերելակով, որով այնքան հաճախ էր բարձրացել, բայց այժմ որպես այցելու, ոչ թե աշխատակից։ Տարբերությունը նուրբ էր, բայց ցավեցնող։ Աննան նրան դիմավորեց 23-րդ հարկի ընդունարանում։ Նա մոտ 30 տարեկան, էլեգանտ կին էր, պրոֆեսիոնալ ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Անի, ինչ հաճելի է ձեզ նորից տեսնել։ Պարոն Մանուկյանը սպասում է գլխավոր նիստերի դահլիճում։ Նույն դահլիճը, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Անին խորը շունչ քաշեց մտնելուց առաջ։ Դավիթը կանգնած էր համայնապատկերային պատուհանի մոտ, նայելով ներքում գտնվող քաղաքին։ Նա շրջվեց, երբ Անին ներս մտավ, մի ակնթարթ Անին նրա դեմքին մի բան տեսավ, որը զարմացրեց իրեն։ Տատանում։ Շնորհակալ եմ, որ եկաք, ասաց Դավիթը, Անին նկատեց, որ 5 տարվա մեջ առաջին անգամ էր լսում, թե ինչպես է նա իրեն շնորհակալություն հայտնում։
Եկեք անցնենք գործի, պատասխանեց Անին, ձայնը հաստատուն պահելով։ Ինչ եք ուզում։ Դավիթը ժեստով ցույց տվեց սեղանի շուրջ դրված աթոռները։ Կարող ենք նստել։ Նախընտրում եմ կանգնած մնալ։ Նա գլխով արեց, կարծես սպասում էր այդ պատասխանին։ Լավ։ Այդ դեպքում ուղիղ կասեմ։ Ինձ ձեր օգնությունն է պետք մի նուրբ իրավիճակում։ Անին քիչ մնաց ծիծաղեր։ Իմ օգնությունն է։ Ամբողջ շուկայում իմ մասին ստեր տարածելուց հետո։ Իմ ունեցած բոլոր աշխատանքի հնարավորությունները սաբոտաժի ենթարկելուց հետո։ Դուք խիզախություն ունեք։ Դավիթը խղճահարության նշան ցույց տվեց։ Ես ստեր չեմ տարածել։ Ես որոշ կապերի հասկացրել եմ, որ մտահոգություններ ունեմ այն ձի վերաբերյալ, որով դուք հեռացաք ընկերությունից։ Դա ստեր տարածել է այլ բառերով։ Գուցե ընդունեց նա, նրա համաձայնությունը լսելու զարմանքը ստիպեց Անին դադարեցնել վիճաբանությունը։ Ես վատ վարվեցի։ Վարվեցի վիրավորված հպարտությունից զայրույթից։ Եվ ես դա ընդունում եմ։ Անին խաչեց ձեռքերը։ Ընդունելը վնասը չի վերացնում։ Ոչ, չի վերացնում։ Բայց ես կարող եմ այլ բաներ անել։ Դավիթը սեղանի վրայից մի թղթապանակ վերցրեց մեկնեց նրան։ Սա ժամանակավոր պայմանագրի առաջարկ է։ 2 ամիս։ Դուք ինձ կուղեկցեք սոցիալական կորպորատիվ միջոցառումներին տարեվերջյան սեզոնի ընթացքում։ Բարեգործական ընթրիքներ, կորպորատիվ երեկույթներ, հանդիպումներ գործընկերների հետ։ Անին վերցրեց թղթապանակը, չբացելով։ Եվ ինչու ես դա պետք է անեմ։ Որովհետև վճարումը հավասար է ձեր նախկին աշխատավարձի 6 ամսվան։ Գումարած բոնուսներ։ Եվ որովհետև պայմանագրի ավարտին ես անձամբ կբացեմ բոլոր այն դռները, որոնք փակել եմ։ Անթերի երաշխավորագրեր, ուղիղ կապեր լավագույն ընկերությունների գործադիր տնօրենների հետ։ Ձեր կարիերան ոչ միայն կվերականգնվի, այլ կթռչի։ Անին վերջապես բացեց թղթապանակը։ Թվերն իրական էին։ Իրականում, անհավանականորեն առատաձեռն։ Այդ գումարով նա կարող էր վճարել բոլոր պարտքերը, պատշաճ կերպով խնամել մորը, ֆինանսական պահուստ ունենալ։ Բայց միշտ գին կար։ Ինչու եք հատկապես ինձ դիմում, հարցրեց նա, նայելով նրան։ Դուք ռեսուրսներ ունեք ցանկացած մարդու վարձելու համար։ Դավիթը նորից տատանվեց։ Որովհետև ինձ պետք է մեկը, ով ճանաչում է իմ աշխատանքը, իմ առօրյան, ով գիտի ինչպես վարվել անկանխատեսելի իրավիճակներում։ Եվ որովհետև նա կանգ առավ, կարծես հաջորդ բառերը թանկ արժեին, որովհետև դուք միակ մարդն եք, ով ինձ մարդու պես է վերաբերվել, նույնիսկ երբ ես դրան արժանի չէի։ Ինձ պետք է իրական մարդ իմ կողքին, ոչ թե հաճոյանալ ծածնող մեկ աշխատակից։ Անին ուսումնասիրեց նրա դեմքը, փնտրելով մանիպուլյացիայի նշաններ։ Բայց այն ամենը, ինչ տեսավ, հոգնածություն էր։ Դավիթ Մանուկյանը, մարդը, որը միշտ թվում էր պողպատից պատրաստված, հյուծված տեսք ուներ։ Էլի ինչ-որ բան կա, պնդեց նա։ Սա չի բացատրում այս ամբողջ առաջարկը։ Դավիթը խորը շունչ քաշեց։ Սուրբ ծննդյան նախօրեին կարևոր միջոցառում կա։ Բարեգործական ընթրիք պոտենցիալ ներդրողների երկարաժամկետ գործընկերների հետ։ Ես այնտեղ կլինեմ իմ նախկին հարսնացուի հետ։ Լիլի Թի։ Նա վերադարձել է Հայաստան Եվրոպայում տարիներ անցկացնելուց հետո փորձում է վերականգնել կապը։ Միջոցառման կազմակերպիչները կարծում են, որ լավ կերպար կլինի, եթե մենք հանրային վերամիավորում ունենանք։ Ահա, ասաց Անին, վերջապես հասկանալով։ Դուք ուզում եք ինձ որպես վահան օգտագործել։ Ոչ թե որպես վահան։ Որպես գործընկեր։ Որպեսզի պարզ լինի, որ իմ կյանքն առաջ է գնացել։ Իսկ գնացել է։ Ինձ թվում է, որ դուք բոլորին ստում եք, այդ թվում ինքներդ ձեզ։ Դավիթը նայեց նրա աչքերին։ Գուցե։ Բայց առայժմ ինձ այս կեղծիքը պետք է։ Իսկ ձեզ փող է պետք։ Մենք կարող ենք օգնել միմյանց։ Դա ցինիկ էր։ Դա մանիպուլյատիվ էր։ Դա այն ամենն էր, ինչ Անին ատում էր։ Բայց դա նա իրական էր։ Նա մտածեց տիկին Սոնայի մասին, որը գիշերները հազում էր։ Մտածեց ուշացած հաշիվների մասին։ Մտածեց փակ դռների անորոշ ապագայի մասին։ Մտածեց, որ երբեմն գոյատելը նշանակում է անկատար ընտրություններ կատարել։
Ես ամեն ինչ գրավոր եմ ուզում, ասաց նա վերջապես։ Յուրաքանչյուր մանրուք։ 50% կանխավճար։ Եվ դուք հիմա եք ստորագրում երաշխավորագիրը, ոչ թե պայմանագրի վերջում։ Դավիթը գլխով արեց։ Այն ամենը, ինչ խնդրեք։ Եվս մեկ բան, Անին մի քայլ արեց դեպի նա։ Այս 2 ամիսների ընթացքում դուք ինձ հարգանքով եք վերաբերվելու։ Ոչ մի նվաստացում, ոչ մի իշխանական խաղ։ Հակառակ դեպքում ես նույն պահին կհեռանամ, այս անգամ դուք ինձ այլս չեք գտնի։ Առաջին անգամ, երբ Անին սենյակ մտավ, Դավիթը ժպտաց։ Փոքր, գրեթե աննկատ, բայց անկեղծ ժպիտ։ Պայմանավորվեցինք։ Նրանք հենց այնտեղ կնքեցին գործարքը։ Աննային կանչեցին, նա վկայեց պայմանագրի ստորագրումը, կազմակերպեց բոլոր փաստաթղթերը։ 1 ժամից էլ քիչ ժամանակում Անին իր հաշվին ուներ պայմանավորված գումարի 50%-ը անձամբ Դավիթ Մանուկյանի կողմից ստորագրված երաշխավորագիր։ Երբ նա այդ առավոտ դուրս եկավ շենքից, դեկտեմբերյան առը ավելի պայծառ էր շողում, քան երբևէ։ Անին չգիտեր, թե արդյոք ճիշտ բան է արել։ Չգիտեր, թե ինչի մեջ է մտնում։ Բայց գիտեր, որ գոնե առայժմ կկարողանա շնչել։ Կկարողանա խնամել մորը։ Կկարողանա գոյատել։ Այն, ինչ Անին չէր կարող տեսնել, գուցե այդպես ավելի լավ էր, այն էր, որ Դավիթ Մանուկյանը նրան հետում էր 23-րդ հարկի պատուհանից, ուղեկցելով նրա ուրվագիծը, մինչ նա անհետացավ հյուսիսային պողոտայի ամբոխի մեջ։ Եվ առաջին անգամ 15 տարվա մեջ, այն օրվանից, երբ Լիլիթը դավաճանել կոտրել էր նրա սիրտը, Դավիթը զգաց մի բան, որը ոչ միայն մեղքի զգացում կամ մասնագիտական պարտավորություն էր։ Նա հույս զգաց։ Հույս, որ գուցե, միայն գուցե, այն կինը, ով նրան մարտահրավեր էր նետել, ով հեռացել էր, ով ստիպել էր նրան կասկածի տակ դնել այն ամենը, ինչին հավատում էր իր մասին, կարող էր նրան սովորեցնել մի բան, որը նա կարծում էր, թե ընդմիշտ մոռացել է։ Ինչպես նորից մարդ լինել։ Առաջին միջոցառումը հաջորդ օրն էր։ Ընթրիք կենտրոնի 5 աստղանի հյուրանոցներից մեկում։ Դավիթը Անի համար զգեստ էր ուղարկել, բայց նա հրաժարվել գնել էր իր սեփականը, մի պարզ, բայց էլեգանտ զգեստ, որի վրա ծախսել էր վերջին 1 տարում խնայած ամբողջ գումարը։ Նա այլս ոչինչ չէր ընդունի, բացի նրանից, ինչը պայմանագրում էր։ Երբ հասավ հյուրանոց, տեսավ Դավիթին, որը սպասում էր մուտքի մոտ, անթերի սմոքինգով, Անին զգաց, թե ինչպես սիրտը տարօրինակ կերպով բաբախեց։ Նա այլ էր։ Գուցե դա ամանորյա զարդարանքների ոսկեգույն լույսն էր։ Գուցե պարզապես իր ընկալումն էր փոխվում։ Բայց նրա մեջ ինչ-որ բան ավելի փափուկ էր թվում, ավելի քիչ զրահապատ։ Դուք հիասքանչ տեսք ունեք, ասաց Դավիթը, երբ նա մոտեցավ։ Ներկայանալի տեսք ունենալը պայմանագրի մաս է, պատասխանեց Անին, բայց զգաց, թե ինչպես այտերը կարմրեցին։ Նրանք միասին ներս մտան, Անին նկատեց հետաքրքրասեր հայացքները։ Դավիթ Մանուկյանը ֆինանսական շուկայի ամենացանկալի անհասանելի ամուրին, ուղեկցվում էր մի կնոջով, ում ոչ ոք չէր ճանաչում։ Շշուկներն անմիջապես սկսվեցին։ Գիշերն անցավ մակերեսային զրույցների, պաշտոնական ներկայացումների կեղծ ժպիտների մշուշի մեջ։ Դավիթը նրան ներկայացնում էր որպես գործընկերուհի, հատուկ խորհրդատու, միշտ հարգանքով ուշադրությամբ։ Անին կատարելապես խաղում էր իր դերը, բայց ներսում իրեն զգում էր որպես ինքնակոչ։ Ընթրիքի կեսին Անին տեսավ նրան։ Լիլիթին։ Նա սրահ մտավ այնպես, կարծես տեղն իրենն էր, կարմիր, կիպ զգեստով, շիկահեր, հարթ մազերով, հաշվարկված ժպիտով։ Գեղեցիկ, վստահ, վտանգավոր։ Նա ուղիղ նայեց Դավիթին Անիին, նրա աչքերը թեթակի նեղացան, նախքան կատարյալ ժպիտին վերադառնալը։ Նա այստեղ է, մրմնջաց Անին։ Ես գիտեմ, պատասխանեց Դավիթը, լարված։ Լիլիթը չափված քայլերով մոտեցավ նրանց սեղանին, յուրաքանչյուր շարժումը ուսումնասիրված էր ուշադրություն գրավելու համար։ Դավիթ, սիրելիս, ասաց նա թունավոր մեղրի պես փափուկ ձայնով։ Ինչ անակնկալ է քեզ ուղեկցությամբ տեսնելը։ Լիլիթ, սառը պատասխանեց Դավիթը։ Սա Անի Կարապետյանն է, իմ գործընկերուհին։ Լիլիթը ձեռքը մեկնեց Անին մի ժպիտով, որը չէր համապատասխանում աչքերի սառնությանը։ Հաճելի է։ Հուսով եմ, գիտեք, թե ինչի մեջ եք մտնում։ Դավիթը կարող է դժվար լինել։ Ես հստակ գիտեմ, թե ինչի մեջ եմ մտել, պատասխանեց Անին, ամուր սեղմելով նրա ձեռքը։ Եվ վստահեցնում եմ ձեզ, շատ ավելի դժվար բաներ եմ տեսել։ Լիլիթի ժպիտը մի ակնթարթ խախտվեց։ Հետաքրքիր է։
Դե ինչ, Դավիթ, մենք պետք է խոսենք։ Անցյալի մասին։ Ապագայի մասին։ Մեր մասին։ Մենք գոյություն չունի, ասաց Դավիթը։ Արդեն 15 տարի է, ինչ գոյություն չունի։ Լիլիթը հենվեց, ձեռքերը դնելով սեղանին։ 15 տարին չի ջնջում այն, ինչ մենք ունեցել ենք։ Դու դա գիտես։ Ես դա գիտեմ։ Եվ վստահ եմ, որ քո գործընկերուհին նույնպես գիտի։ Անին զգաց օդում կախված լարվածությունը մառախուղի պես խիտ։ Նա նայեց Դավիթին, նրա աչքերում մի բան տեսավ, որը ստիպեց նրան հասկանալ։ Այդ կինը ոչ միայն հեռացել էր։ Նա ոչնչացրել էր։ Նրանից խլել էր վստահելու, սիրելու, խոցելի լինելու ունակությունը։ Եվ այդ պահին, նստած այդ շքեղ սրահում, շրջապատված ամանորյա զարդարանքներով, կեղծ մարդկանցով, Անին որոշում կայացրեց։ Նա այստեղ էր փողի համար, այո։ Բայց նա այստեղ էր, որովհետև հակառակ բոլոր տրամաբանության, ինքնապաշտպանության, նա սկսում էր հոգ տանել։ Այդ կոտրված մարդու մասին, որը քողարկված էր հզոր գործադիրի տակ։ Այդ չպատմված պատմության մասին։ Այդ անհավանական բուժման հնարավորության մասին։ Լիլիթ, ասաց Անին, վեր կենալով կանգնելով Դավիթի կողքին, կարծում եմ ավելի լավ է ուրիշ սեղան փնտրեք։ Սա զբաղված է։ Լիլիթի աչքերը փայլեցին զսպված կատաղությամբ, բայց նա պահպանեց ժպիտը։ Իհարկե։ Ցտեսություն, Դավիթ։ Այս խոսակցությունը չի ավարտվել։ Երբ նա հեռացավ, Դավիթը նայեց Անին մի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Երախտագիտություն։ Մաքուր պարզ երախտագիտություն։ Շնորհակալ եմ, ասաց նա ցածրաձայն։ Դա պայմանագրի մաս է, պատասխանեց Անին, բայց երկուսն էլ գիտեին, որ դա միայն դա չէր։ Երկուսն էլ գիտեին, որ այդ գիշեր ինչ-որ բան փոխվել էր։ Որ սառը պայմանագրի մշակված կեղծիքի մեջ ինչ-որ իրական բան էր սկսում ծաղկել։ Ինչ-որ վտանգավոր բան։ Ինչ-որ անխուսափելի բան։ Մի բան, որին ոչ Անին, ոչ Դավիթը պատրաստ չէին դիմակայելու։ Հաջորդ օրերը իրականության բեմականացման մեջ բարդ էին։ Անին գրեթե ամեն օր ուղեկցում էր Դավիթին միջոցառումների։ Գործընկեր ընկերությունների բացումներ, բարեգործական ընթրիքներ, կորպորատիվ երեկույթներ, յուրաքանչյուրը նախորդից ավելի շքեղ։ Երանը հագնվում էր ամանորի զգեստ, նրանք երկուսը դառնում էին մշտական ներկայություն քաղաքի էլիտար շրջանակներում։ Անին արագ սովորեց կողմնորոշվել այդ աշխարհում։ Սովորեց, որ թվացյալ սովորական զրույցները թաքցնում էին միլիոնավորների գործարքներ։ Որ ջերմ ժպիտները հաճախ քողարկում էին մեջքին խրված սուր դանակներ։ Որ արտաքին տեսքն ու ընկալումը նույնքան կարևոր էին, որքան իրական իրավասությունը։ Բայց ամենից շատ նա սովորեց հետել Դավիթ Մանուկյանին, երբ նա կարծում էր, թե ոչ ոք չի նայում։ Եվ այն, ինչ նա տեսնում էր, զարմացնում էր իրեն։ Հանրության մեջ Դավիթը հաջողակ գործադիրի մարմնացումն էր։ Վստահ, պերճախոս, զուսպ։ Բայց կային պահեր, երբ դիմակը սահում էր։ Երբ կարծում էր, թե Անին շեղված է այլ հյուրերի հետ զրուցելով, նա բռնացնում էր նրան, դատարկությանը նայելիս, աչքերում խորը հոգնածության արտահայտությամբ։ Երբ ինչ-որ մեկը հիշատակում էր ընտանիք, նա նկատում էր, թե ինչպես է նա կաշկանդվում, ինչպես են նրա ուսերը աննկատ լարվում։ Երբ ամանորյա երաժշտություն էին միացնում, նա տեսնում էր, թե ինչպես է ցավի նման մի բան կարճ ժամանակով անցնում նրա դեմքով։ Հենց այդպիսի գիշերներից մեկին Անին որոշեց խախտել նրանց միջ լռությունը։ Նրանք վերադառնում էին կենտրոնի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած միջոցառումից։ Դավիթը վարորդ ուներ, բայց տղամարդուն ուղարկեց տուն Անին առաջարկեց տանել։ Նա համաձայնեց ոչ թե որովհետև կարիք ուներ, այլ որովհետև զգաց, որ նա ընկերակցության կարիք ունի։ Մեքենան սահում էր Երանի լուսավոր փողոցներով։ Պատուհաններից դուրս մարդիկ վազում էին գնումների տոպրակներով, ընտանիքները զբոսնում էին, հիանալով զարդարանքներով, զույգերը քայլում էին ձեռք ձեռքի տված։ Ամբողջ քաղաքը կարծես ընդգրկված էր տարեվերջյան ջերմ գրկախառնության մեջ։ Մեքենայի ներսում լռությունը ծանր էր։ Դուք երբեք ինձ չեք պատմել, ասաց Անին վերջապես, թե ինչ է պատահել Լիլիթի հետ։ Դավիթը աչքերը պահեց ճանապարհին։ Դա ուրախ պատմություն չէ։ Լավագույն պատմությունները երբեք ուրախ չեն լինում։ Նա այնքան երկար լուռ մնաց, որ Անին մտածեց, թե նա չի պատասխանելու։ Հետո, երբ արդեն 3 թաղամաս անցել էին, նա սկսեց խոսել։
Ես Լիլիթին հանդիպեցի, երբ 23 տարեկան էի։ Ես ոչ ոք էի։ Երանի ծայրամասերից մի աղքատ ընտանիքի որդի, օրական 16 ժամ աշխատում էի 2 տարբեր աշխատանքներում, գիշերները սովորում էի համալսարանն ավարտելու համար։ Նա գործարարների դուստր էր, հարուստ, գեղեցիկ, բոլորովին իմ մակարդակից դուրս։ Բայց ինձ ընտրեց։ Կամ գոնե այդպես էի կարծում այն ժամանակ։ Անին լուր լսում էր, տեսնելով Դավիթի մի կողմը, որը երբեք չէր պատկերացրել։ Մենք 5 տարի միասին էինք, շարունակեց նա, ձայնը ավելի լարված դառնալով։ Ես զրոյից կառուցում էի իմ ընկերությունը, խելագարի պես աշխատում էի նրան այնպիսի կյանք տալու համար, որին նա արժանի էր։ Նա ասում էր, որ սիրում է ինձ։ Ասում էր, որ փողը իրեն չի հետաքրքրում, որ ինձ հետ է իմ էության համար։ Ես հավատում էի յուրաքանչյուր բառին։ Նա մեքենան կանգնեցրեց կարմիր լույսի տակ։ Հանրախանութի ամանորյա լույսերը արտացոլվում էին դիմապակու վրա, ստեղծելով գունավոր նախշեր, որոնք պարում էին նրա դեմքին։ Մի օր գործուղումից շուտ վերադարձա տուն։ Ուզում էի անակնկալ մատուցել, հենց նոր էի կնքել իմ առաջին մեծ պայմանագիրը, վերջապես իրական փող ունեինք։ Գտա նրան մեր անկողնում իմ գործընկերոջ հետ։ Իմ լավագույն ընկերոջ։ Մարդու, ում եղբայր էի համարում։ Անին զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Դավիթ, ես ցավում եմ։ Դա միայն դավաճանությունը չէր, ասաց նա, հիմա նրա ձայնը լի էր հին, բայց դեռ կենդանի ցավով։ Դա այն էր, ինչ նա ասաց հետո։ Երբ տեսավ ինձ այնտեղ, կանգնած դռան մոտ, նա նույնիսկ չփորձեց ժխտել կամ ներողություն խնդրել։ Նա ծիծաղեց։ Ասաց, որ հոգնել է սպասելուց, թե երբ եմ ես կարոր մարդ դառնալու։ Ասաց, որ իմ գործընկերն ավելի շատ հավակնություններ ունի, ապագայի ավելի լավ տեսլական։ Որ ես չափազանց լավն էի, չափազանց բարի, չափազանց թույլ բիզնեսի աշխարհում հաղթելու համար։ Լույսը կանաչեց, բայց Դավիթը մեքենան չշարժեց։ Մեքենաները ազդանշան տվեցին նրանց հետից։ Նա կարծես չնկատեց։ Ես ապացուցեցի, որ նա սխալվում էր, շարունակեց նա։ Գնեցի իմ նախկին գործընկերոջ բաժնեմասը ընկերությունում, գործնականում ոչնչացրի նրան շուկայում։ Կայսրություն կառուցեցի։ Դարձա ճիշտ այնպիսի մարդ, ինչպիսին նա ասում էր, որ երբեք չեմ լինի։ Հզոր, անողոք, հաջողակ։ Բայց այդ ընթացքում դարձա նա ճիշտ այնպիսի մարդ, ինչպիսին երդվել էի երբեք չլինել։ Մեկը, ով անկարող է վստահել։ Մեկը, ով մարդկանց վերաբերվում է որպես խաղի կտորների։ Մեկը, ով մոռացել է, թե ինչպես զգալ։ Անին ձեռքը մեկնեց փափուկ դիպավ նրա թին։ Դուք ամբողջությամբ չեք մոռացել։ Եթե մոռացած լինեիք, հիմա ինձ սա չէիք պատմի։ Դավիթը վերջապես նայեց նրան, անին տեսավ չթափված արցունքներ, որոնք փայլում էին նրա աչքերում։ Գուցե։ Կամ գուցե ես այնքան եմ հոգնել ծածնելուց, որ վերջապես կոտրվել եմ։ Մեքենան նորից շարժվեց։ Նրանք լուռ մնացին մինչ Անիի բնակարան հասնելը։ Երբ կանգ առան արաբկիրի համեստ շենքի դիմաց, Դավիթն անջատեց շարժիչը։ Կարող եմ մի հարց տալ, ասաց նա։ Անին գլխով արեց։ Ինչու ընդունեցիք իմ առաջարկը։ Գիտեմ, որ փողի կարիք ունեիք, բայց կարող էիք հրաժարվել։ Կարող էիք այլ լուծումներ փնտրել։ Ինչու եկաք։ Անին ուշադիր մտածեց պատասխանելուց առաջ։ Որովհետև չնայած ամեն ինչին, չնայած նրան, թե ինչպես եք ինձ վերաբերվում, ես միշտ ձեր մեջ ինչ-որ բան էի տեսնում։ Ինչ-որ կոտրված, բայց ոչ ամբողջությամբ ոչնչացված բան։ Եվ ես, նա տատանվեց, փնտրելով ճիշտ բառերը, ես ճանաչում եմ այդ զգացողությունը։ Կոտրված լինելու, բայց ամբողջական ծանալու։ Պատեր կառուցելու, որպեսի ոչ ոք ճաքերը չտեսնի։ Այժմ Դավիթն էր, որ դիպավ նրա թին, հեռացավ, երբ ես 10 տարեկան էի։ Այն օրվանից, երբ մայրս հիվանդացավ, ես ստիպված էի միանգամից մեծանալ։ Այն օրվանից, երբ սովորեցի, որ անկախ նրանից, թե որքան եմ աշխատում, որքան եմ ջանք թափում, որոշ մարդկանց համար երբեք բավականաչափ լավը չեմ լինի։ Դավիթի աչքերը թեթակի լայնացան։ Ես ձեզ ստիպեցի այդպես զգալ։ Գրասենյակում։ Այդ բոլոր տարիներին։ Դուք ստիպեցիք, հաստատեց Անին։ Բայց ես էլ թույլ տվեցի։ Որովհետև ինչ-որտեղ խորքում ես հավատում էի, որ գուցե նրանք ճիշտ են։ Որ ես բավականաչափ լավը չեմ։ Որ պետք է ինձ սպանեմ աշխատանքով, որպեսզի արժանի լինեմ այնտեղ լինելուն։
Նրանք նստած էին կայանված մեքենայում, երկու կոտրված մարդիկ, որոնք կիսում էին իրենց սպիները փողոցի լապտերների թույլ լույսի տակ։ Եվ այդ պահին նրանց մեջ ինչ-որ բան փոխվեց։ Դա դրամատիկ չէր։ Ֆոնային երաժշտություն կամ կատարյալ լուսավորություն չկար։ Դա պարզապես իրական էր։ Ազնիվ։ Մարդկային։ Անին պետք է ներս մտներ, տիկին Սոնան կսպասեր։ Բայց մեքենայից դուրս գալուց առաջ նա շրջվեց դեպի Դավիթը։ Շնորհակալ եմ, որ պատմեցիք Լիլիթի մասին։ Գիտեմ, որ հեշտ չէր։ Շնորհակալ եմ, որ լսեցիք։ Որ չդատեցիք։ Ես ոչ ոքի դատելու վիճակում չեմ, ասաց նա տխուր ժպիտով։ Մենք երկուսս էլ անում ենք լավագույնը, ինչ կարող ենք, նրանով, ինչ ունենք։ Հաջորդ օրերին նրանց միջ դինամիկան նրբորեն փոխվեց։ Զրույցները դարձան ավելի երկար, ավելի խորը։ Դավիթը սկսեց հարցնել նրա կարծիքը բիզնես որոշումների վերաբերյալ, ոչ թե պարզապես ձականության համար, այլ անկեղծորեն հետաքրքրված լինելով նրա մտքերով։ Անին իր հերթին սկսեց իջեցնել պաշտպանությունը, կիսվելով մանկության պատմություններով, մոր մասին անհանգստություններով, երազանքներով, որոնք վաղուց դրել էր դարակը։ Բայց ամեն ինչ հանգիստ չէր։ Լիլիթը գնալով ավելի ներկա էր դառնում։ Նա հայտնվում էր նույն միջոցառումներին, միշտ քաղաքավարության տակ քողարկված սուր մեկնաբանություններով։ Միշտ Դավիթին դիպչելով ընտանեկան ձով, հիշեցնելով ընդհանուր հիշողությունները, կասկածի սերմեր ցանելով բոլոր դիտորդների մտքում։ Հենց այդպիսի առիթներից մեկին, կենտրոնի ակումբներից մեկում բարեգործական երեկույթի ժամանակ, Լիլիթը վերջապես իսկապես հարձակվեց։ Անին հեռացել էր մոր զանգին պատասխանելու, երբ Լիլիթը մոտեցավ, ձեռքերում երկու բաժակ շամպայն։ Անի, սիրելիս, ասաց նա մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Կարող ենք խոսել։ Անին անմիջապես կասկածեց, բայց քաղաքավարությունից ելնելով ընդունեց բաժակը։ Ինչի՞։ Մասին։ Դավիթի մասին։ Լիլիթը դանդաղ կում արեց։ Դու գիտես, որ նա երբեք իսկապես չի տրվի քեզ, այնպես չէ։ Նա անկարող է դրան։ Ես նրան ավելի լավ եմ ճանաչում, քան որևէ մեկը։ Ես եմ նրան ձավորել։ Այն ամենը, ինչ նա այսօր է, իմ շնորհիվ է։ Անին պահպանեց չեզոք արտահայտությունը, բայց ներսում զայրույթը եռում էր։ Հետաքրքիր է։ Ինչպես ես լսել եմ պատմությունը, այն ամենը, ինչ նա այսօր է, հակառակ ձեզ է։ Լիլիթի աչքերը վտանգավոր փայլեցին։ Ահա, ուրեմն նա պատմել է իր տարբերակը։ Թույլ տուր գուշակեմ։ Խեղճ Դավիթը, դավաճանված զգացմունքային ոչնչացված չար Լիլիթի կողմից։ Նա շատ լավ է դրանում, գիտես։ Իրեն զոհի տեղ դնելը։ Ես այստեղ չեմ եկել ձեր խաղերը խաղալու, ասաց Անին, վերադարձնելով անձեռնմխելի բաժակը։ Եթե ուզում եք Դավիթի հետ խոսել, խոսեք նրա հետ։ Լիլիթը բռնեց Անիի թից, նախքան նա կկարողանար հեռանալ։ Լավ լսիր, սիրելիս։ Ես Դավիթին թողեցի, որովհետև նա թույլ էր։ Չափազանց բարի, չափազանց զգացմունքային, չափազանց մարդկային։ Բայց հիմա նա մոտեցավ, ձայնը ցածր թունավոր, հիմա նա ճիշտ այն է, ինչ ես միշտ ուզել եմ։ Հզոր, հարուստ, ազդեցիկ։ Եվ ես նրան հետ եմ բերելու։ Ինչ գնով էլ լինի։ Անին կտրուկ շարժումով ազատվեց։ Դուք նրան հետ չեք բերի, որովհետև նա առարկա չէ, որը կարող եք վերցնել թողնել, երբ ցանկանաք։ Նա մարդ է։ Եվ արժանի է մեկին, ով կսիրի նրան նրա էության համար, ոչ թե նրա ունեցածի։ Լիլիթը ծիծաղեց, մի սուր տհաճ ձայն։ Եվ դու կարծում ես, որ դու ես այդ մարդը։ Մի սովորական օգնական, ում նա վերցրել է ողորմությունից ելնելով։ Սիրելիս, դու պարզապես ժամանակավոր շեղում ես։ Մի փրկության նախագիծ, որը նա կթողնի, հենց որ հոգնի փրկիչ խաղալուց։ Լիլիթի խոսքերը արձագանքեցին Անիի մտքում մնացած գիշերվա ընթացքում։ Նույնիսկ իմանալով, որ դրանք ստեր են, նույնիսկ հասկանալով, որ դրանք գալիս են մանիպուլյացիայի խանդի տեղից, դրանք դիպան խորը անվստահություններին։ Իսկ եթե Լիլիթը ճիշտ է։ Իսկ եթե Անին պարզապես նախագիծ է։ Մի միջոց, որով Դավիթն ապացուցում է ինքն իրեն, որ այն սառը մարդը չէ, որին վերածվել է։ Դավիթը նկատեց նրա տրամադրության փոփոխությունը։ Մեքենայում տուն վերադառնալիս նա հարցրեց, թե ինչ է պատահել։ Անին պատմեց Լիլիթի հետ զրույցի մասին, բայց բաց թողեց այն մասերը, որոնք իսկապես վիրավորել էին իրեն։ Դավիթը կատաղեց։
Նա իրավունք չունի քեզ հետ այդպես խոսելու։ Իրավունք չունի քո կյանքում լինելու։ Տեխնիկապես, ասաց Անին, ես եմ, որ իրավունք չունեմ նրա կյանքում լինելու։ Նա ձեր հարսնացուն է եղել։ Ես պարզապես, նա կանգ առավ, չիմանալով ինչպես ավարտել նախադասությունը։ Դուք պարզապես ինչ, հարցրեց Դավիթը մեքենան կանգնեցնելով լուսավոր տեղում, ամբողջությամբ շրջվելով նրան նայելու։ Ավարտեք նախադասությունը, Անի։ Ես չգիտեմ, թե ես ինչ եմ, ընդունեց նա։ Չգիտեմ, թե մենք ինչ ենք։ Սա սկսվեց որպես մասնագիտական պայմանավորվածություն, բայց հիմա ես այլս չգիտեմ։ Դավիթը խորը շունչ քաշեց։ Ես էլ չգիտեմ։ Բայց գիտեմ, թե դուք ինչ չեք։ Դուք շեղում չեք։ Նախագիծ չեք։ Ողորմություն չեք։ Դուք… Նա կանգ առավ, փնտրելով բառերը, դուք այն մարդն եք, ով ինձ հիշեցրեց, որ ես դեռ մարդ եմ։ Որ դեռ կարող եմ զգալ։ Հոգ տանել։ Ցանկանալ մի բան, բացի հաջողությունից, վերահսկողությունից։ Անին զգաց, թե ինչպես են աչքերը այրվում։ Բայց որքան ժամանակ… Որքան ժամանակ, մինչ հոգնեք։ Մինչ հասկանաք, որ ես բավարար չեմ։ Դավիթը նրա դեմքը վերցրեց իր ձեռքերի մեջ մի նրբությամբ, որը հակասում էր այն ամբողջ կոշտությանը, որը Անին ճանաչում էր նրանից։ Դուք արդեն ավելին եք, քան բավարար։ Միշտ եղել եք։ Ես էի, որ չափազանց հիմար էի տեսնելու համար։ Եվ հետո նա համբուրեց նրան։ Դա հաշվարկված կամ պլանավորված համբույր չէր։ Դա հուսահատ էր, ուժգին, լի տարիների մենությամբ ամիսների չլուծված լարվածությամբ։ Անին թույլ տվեց իրեն խորասուզվել այդ համբույրի մեջ, մոռանալ բոլոր կասկածները, բոլոր վախերը, ամեն ինչ, բացի այդ պահից։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ շնչահեղձ էին։ Դավիթը ճակատը հենեց նրա ճակատին, աչքերը փակ։ Սա ամեն ինչ փոխում է, մրմնջաց նա։ Ես գիտեմ։ Դեռ ուզում եք շարունակել։ Այո։ Իսկ դուք… Ավելի շատ, քան որևէ այլ բան։ Բայց իրականությունը հանգիստ չի տալիս նրանց, ովքեր թույլ են տալիս իրենց երազել։ Հաջորդ օրը Անին արթնացավ Աննայի, Դավիթի օգնականի, խուճապահար զանգից։ Խնդիր կար։ Մեծ։ Ինչ-որ մեկը գաղտնի տեղեկություններ էր արտահոսել մամուլին։ Մեղադրանքներ, թե մանուկյան կորպորացիան ներգրավված է կասկածելի գործարքներում։ Եվ Անիի անունը հայտնվում էր որպես աղբյուր։ Կեղծված ապացույցներ, կեղծ։ Էլեկտրոնային նամակներ, ամեն ինչ մանրակրկիտ կերպով տեղադրված էր, ոչնչացնելու ընկերության նրա հեղինակությունը։ Անին անմիջապես իմացավ, թե ով է կանգնած դրա հետում։ Լիլիթը։ Նա խոստացել էր վերադարձնել Դավիթին, ինչ գնով էլ լինի։ Եվ հիմա կատարում էր։ Դավիթը փորձեց պաշտպանել նրան։ Վարձեց փաստաբաններ, հրապարակային հերքումներ արեց, օգտագործեց իր ողջ ազդեցությունը վնասը զսպելու համար։ Բայց վնասն արդեն հասցվել էր։ Մասնագիտացված լրատվամիջոցները նոր սկանդալ ունեին ուսումնասիրելու։ Եվ Անին նորից մի փոթորկի կենտրոնում էր, որը նա չէր ստեղծել։ Որոշ դաշնակիցներ հայտնվեցին։ Աննան հաստատեց, որ էլեկտրոնային նամակները կեղծ են, որ Անին երբեք մուտք չի ունեցել այդ տեղեկություններին։ Գայանեն Ռուբենը, նրա նախկին գործընկերները, հարցազրույցներ տվեցին, պաշտպանելով նրա բնավորությունը։ Նույնիսկ որոշ ներդրողներ, որոնք ճանաչել էին Անիին միջոցառումներին, հանդես եկան նրա պաշտպանությամբ։ Բայց Լիլիթը հզոր էր, կապեր ուներ, անողոք էր։ Յուրաքանչյուր պաշտպանության դիմաց նա 2 նոր մեղադրանք էր տնկում։ Յուրաքանչյուր պարզաբանման դիմաց նա 3 նոր լուր էր ստեղծում։ Դա տեղեկատվական պատերազմ էր, Անին պարտվում էր։ Ճնշումն ուժեղացավ։ Լրագրողները սկսեցին հայտնվել Անիի բնակարանի դռան մոտ։ Տիկին Սոնան, որն արդեն թույլ էր, ստրեսից ավելի վատացավ։ Անին զգում էր, կարծես խեղդվում է ստերի ծովում չի կարողանում օդ գտնել։ Հենց այդպիսի մի հատկապես դժվար գիշեր, կեղծ մեղադրանքներին պատասխանելուց 1 օրից հետո, Անին զանգահարեց Դավիթին ասաց, որ պետք է խոսեն։ Նրանք հանդիպեցին նրա բնակարանի մոտ գտնվող մի փոքրիկ այգում, հեռու հետաքրքրասեր հայացքներից տեսախցիկներից։ Սա պետք է ավարտվի, ասաց Անին առանց շրջանցելու։ Լիլիթը կշարունակի ինձ ոչնչացնել, քանի դեռ ես ձեր կյանքում եմ։ Եվ ի վերջո, կսկսի ոչնչացնել նա ձեզ։ Ինձ չի հետաքրքրում իմ հեղինակությունը, պատասխանեց Դավիթը։
Ինձ դուք եք հետաքրքրում, բայց ինձ ձերն է հետաքրքրում։ Եվ ինձ հետաքրքրում է իմ մայրը, ով չի կարող դիմանալ այս սթրեսին։ Դավիթ, սա չի ստացվի։ Աշխարհը չի ուզում, որ ստացվի։ Երբ վանից է ձեզ հետաքրքրում, թե ինչ է ուզում աշխարհը։ Անին տխուր ժպտաց։ Այն օրվանից, երբ հասկացավ, որ երբեմն աշխարհը հաղթում է։ Անկախ նրանից, թե որքան ենք մենք պայքարում։ Դավիթը նրան մոտ քաշեց։ Այդ դեպքում ավելի շատ կպայքարենք։ Միասին։ Իսկ եթե պայքարելը բավարար չլինի, այդ դեպքում գոնե կփորձենք։ Գոնե թույլ չենք տա, որ նա հաղթի առանց պայքարի։ Անին ուզում էր հավատալ։ Այնքան էր ուզում հավատալ, որ սերը բավարար է, որ ճշմարտությունը կհաղթի, որ լավ մարդիկ երջանիկ ավարտ են ունենում։ Բայց կյանքը նրան այնքան հաճախ էր հակառակը սովորեցրել։ Այնուամենայնիվ, երբ Դավիթը բռնեց նրա ձեռքն այնտեղ, թույլ ամանորյա լույսերով զարդարված ծառերի տակ, Անին ընտրեց հավատալ։ Ընդամենս մեկ անգամ։ Ընդամենս մի փոքր։ Որովհետև երբեմն հավատը վստահ լինելու մասին չէ։ Այն հույս ընտրելու մասին է, երբ ամեն ինչ կորած է թվում։ Այն որոշելու մասին է, որ որոշ ռիսկեր արժեն, նույնիսկ երբ արդյունքն անորոշ է։ Եվ Անի Կարապետյանը, կինը, որը միշտ զգույշ էր խաղացել, որը միշտ ընտրել էր գոյատումը երջանկության փոխարեն, վերջապես որոշեց ռիսկի դիմել իր սրտով։ Նույնիսկ իմանալով, որ այն կարող է ամբողջությամբ փշրվել։ Դեկտեմբերի 23։ Սուրբ Ծննդյան նախօրեի նախօրեն։ Երանը եռում էր տարեվերջին բնորոշ էներգիայով։ Փողոցներում մարդկանց ինտենսիվ շարժը, որոնք վերջին գնումներն էին կատարում։ Արթրի կենտրոններում անվերջ հերթեր շքեղ զարդարանքներ։ Բայց Արաբկիրի փոքրիկ բնակարանում մթնոլորտը լուռ անհանգստության էր։ Անին խոհանոցում թեյ էր պատրաստում, երբ լսեց ձայնը։ Մի խուլ բախյուն, որը գալիս էր մոր սենյակից։ Նա ամեն ինչ թողեց վազեց, սիրտը արդեն արագ բաբախում էր, նախքան դուռը բացելը։ Տիկին Սոնան գետնին էր, անկողնու կողքին, գունատ, դժվարությամբ շնչելով, ձեռքը սեղմած կրծքին։ Մամ, գոռաց Անին, ծնկի իջնելով նրա կողքին։ Մամ, նայիր ինձ։ Ինչ ես զգում։ Տիկին Սոնան փորձեց խոսել, բայց կարողացավ միայն խռպոտ շշուկ հանել։ Ցավ։ Չեմ կարողանում շնչել։ Անին դողացող ձեռքերով վերցրեց հեռախոսը, զանգահարեց շտապօգնություն։ Մինչ սպասում էր օպերատորին, բռնել էր մոր ձեռքը, փորձելով պահպանել այն հանգստությունը, որը չէր զգում։ Օպերատորը նրան ուղղորդեց, շտապօգնության մեքենան ճանապարհին էր, բայց րոպեները թվում էին անվերջ ժամեր։ Առանց երկու անգամ մտածելու, Անին զանգահարեց Դավիթին։ Նա պատասխանեց առաջին իսկ զանգից։ Անի։ Ինչ է պատահել։ Մայրս է, նրա ձայնը կոտրվեց։ Նա ընկել է։ Չի կարողանում շնչել։ Շտապօգնությունը գալիս է, բայց ես վախենում եմ, Դավիթ։ Որտեղ ես, հարցրեց նա լսեց բանալիների ձայն, դրան շխկոց։ Հիմա գալիս եմ։ Դուք պարտավոր չեք, ես գիտեմ, որ պարտավոր չեմ։ Բայց ուզում եմ այնտեղ լինել։ Դիմացիր, Անի։ Ես արդեն գալիս եմ։ Շտապօգնությունը հասավ 12 րոպե անց։ Դավիթը հասավ անմիջապես հետո, դեռ գրասենյակի կոստյումով, մազերը խառնված, կարծես վազել էր։ Նա օգնեց բուժակներին տիկին Սոնային դնել պատգարակի վրա, բռնեց Անի ձեռքը ամբողջ ճանապարհին մինչ հիվանդանոց, ոչինչ չասաց, պարզապես այնտեղ էր։ Ներկա։ Իրական։ Վստահ։ Հիվանդանոցում ժամերը ձգվեցին։ Տիկին Սոնային տարան շտապօգնության բաժանմունք, հետո հետազոտությունների, հետո վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները խոսում էին սրտային բարդության մասին, որը սրվել էր քրոնիկ շնչառական վիճակի պատճառով։ Պետք էր կայունացնել նրան, նախքան որ է ավելի վերջնական միջամտություն կատարելը։ Անին լսում էր տեխնիկական բառերը, բայց հազիվ էր դրանք մարսում։ Այն ամենը, ինչի մասին կարող էր մտածել, այն էր, որ կարող է կորցնել մորը։ Միակ մարդուն, ով միշտ իր կողքին է եղել։ Միակ ընտանիքը, որ ուներ։ Դավիթը նրա կողքից չհեռացավ։ Սուրճ գնեց, որը Անին չխմեց։ Ուտելիք բերեց, որը նա չկերավ։ Պարզապես նստեց նրա կողքին սառը սպասասրահում, բռնելով նրա ձեռքը, լինելով այն լուռ հենարանը, որի կարիքը նա ուներ։ Կեսգիշերին, երբ սպասասրահը գրեթե դատարկ էր, Անին վերջապես խոսեց։
Ես շատ եմ վախենում մենակ մնալուց։ Դավիթը սեղմեց նրա ձեռքը։ Դու մենակ չես մնա։ Նա լավ կլինի։ Եվ նույնիսկ եթե ինչ-որ բան պատահի, դու մենակ չես մնա։ Ես այստեղ եմ։ Եվ կշարունակեմ այստեղ լինել։ Անին նայեց նրան։ Ինչո՞վ։ Ինչու եք այդքան շատ հոգ տանում։ Որովհետև ես սիրում եմ քեզ, ասաց Դավիթը պարզապես, կարծես դա աշխարհի ամենաակնհայտ բանն էր։ Ես չափազանց երկար ժամանակ պահանջեցի հասկանալու, ընդունելու համար, բայց ես սիրում եմ քեզ, Անի։ Ոչ թե որպես պարտականություն, ոչ թե որպես երախտագիտություն։ Իսկապես սիրում եմ։ Այն վախեցնող, խոցելի, բոլորովին անվերահսկելի ձով։ Անին զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Դուք ամենավատ պահն ընտրեցիք ինձ դա ասելու համար։ Նա տխուր ժպտաց։ Կամ ամենալավը։ Որովհետև հիմա դու գիտես, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի, մենք միասին ենք դիմակայելու։ Հիվանդանոցի ամանորյա լույսերը թույլ թարթում էին միջանցքում։ Ամանորյա երաժշտություն էր հնչում ձայնային համակարգով։ Դա սյուրռեալիստական էր, այդ հակադրությունը դրսի տոնակատարության ներսի վախի միջ։ Բայց ինչ-որ կերպ, բացարձակ խոցելիության այդ պահին, Անին զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Հույս։ Տիկին Սոնայի վիճակը կայունացավ հաջորդ առավոտ։ Դեռ ծանր էր, դեռ ինտենսիվ խնամքի կարիք ուներ, բայց կենդանի էր։ Շնչում էր։ Պայքարում էր։ Երբ Անին վերջապես կարողացավ տեսնել նրան, տիկին Սոնան դանդաղ բացեց աչքերը թույլ ժպտաց։ Դու լավ ես, մամ, ասաց Անին, բռնելով նրա ձեռքը։ Դու լավ ես լինելու։ Տիկին Սոնան թույլ սեղմեց դստեր ձեռքը։ Այդ տղան։ Դավիթը։ Նա ամբողջ գիշեր այստեղ է մնացել։ Մնացել է։ Նա քեզ սիրում է, աղջիկս։ Ես տեսա նրա հայացքում։ Անին գլխով արեց, արցունքները վերադարձան։ Ես էլ եմ նրան սիրում, մամ։ Բայց այնքան բարդ է։ Սերը միշտ բարդ է, ասաց տիկին Սոնան շատ ապրած մարդու իմաստությամբ։ Բայց արժե։ Երբ իրական է, արժե յուրաքանչյուր բարդության։ Անին սենյակից ավելի թեթացած դուրս եկավ։ Դավիթը սպասասրահում հեռախոսով խոսում էր, աշխատանքի ինչ-որ հարց լուծելով։ Երբ տեսավ նրան, անմիջապես անջատեց։ Ինչպես է նա։ Ավելի լավ։ Կայուն։ Անին նստեց նրա կողքին։ Դավիթ, այն, ինչ ասացիք։ Նախքան նա կկարողանար ավարտել, Դավիթի հեռախոսը զանգեց։ Աննան էր։ Նա արագ պատասխանեց, բայց արտահայտությունը փոխվեց, երբ լսում էր։ Երբ անջատեց, անհանգիստ տեսք ուներ։ Ինչ է եղել, հարցրեց Անին։ Լիլիթը այսօր կեսօրին մամուլի ասուլիս է նշանակել։ Նոր մեղադրանքներ է ներկայացնելու։ Աննան կարողացել է նախնական տեղեկություն ստանալ, դա ծանր է, Անի։ Նա ասում է, որ դու կեղծել ես մորթ բժշկական տվյալները, ինձնից գումար կորզելու համար։ Որ այս ամենը մշակված կեղծիք է։ Անին զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Նա սահմաններ չունի։ Դավիթը վերցրեց Անիի երկու ձեռքերը։ Թույլ տուր ես զբաղվեմ դրանով։ Դու մնա այստեղ, մորթ հետ։ Ես կլուծեմ։ Ինչպես։ Վստահելով ինձ։ Եվ ճշմարտությանը։ Որովհետև ճշմարտությունը միշտ ջրի երես է դուրս գալիս, Անի։ Միշտ։ Դավիթը վճռականորեն դուրս եկավ հիվանդանոցից։ Վերջին օրերին, մինչ Անին զբաղվում էր մեղադրանքներով, իսկ նա փորձում էր պաշտպանել նրան, Դավիթն իր սեփական հետաքննությունն էր անցկացրել։ Վարձել էր լավագույն մասնավոր դետեկտիվներին, ամենաիրավասու փաստաբաններին։ Եվ Լիլիթի մասին բաներ էր բացահայտել, որոնք նա կարծում էր, թե ընդմիշտ թաղել է։ Մամուլի ասուլիսը պետք է տեղի ունենար նույն հյուրանոցի միջոցառումների սրահում, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Հեգնական է, մտածեց Դավիթը։ Երբ հասավ նշանակված ժամից 20 րոպե շուտ, Լիլիթն արդեն այնտեղ էր, անթերի սպիտակ զգեստով, կարծես անմեղ զոհ լիներ։ Դավիթ, սիրելիս, ժպտաց նա, երբ տեսավ նրան։ Եկել եմ փորձելու հրաժեշտ տալ քեզ, նախքան ամեն ինչ փչացնելը։ Դեռ ժամանակ ունես վերջ տալու այդ խաբեբայի հետ հարաբերություններին վերադառնալու նրան, ինչ մենք էինք։ Մենք երբեք ոչինչ չենք եղել, սառը ասաց Դավիթը։
Եվ դու դա գիտես։ Լիլիթի ժպիտը խախտվեց։ Դրամատիկ մի եղիր։ Այն ամենը, ինչ արել եմ, մեր համար է եղել։ Որպեսզի ազատվենք մի շեղումից։ Դավիթը բաճկոնի ներքին գրպանից մի ծրար հանեց։ Դու իսկապես կարծում ես, որ ես չէի բացահայտի, որ չէի հետաքննի։ Լիլիթը թեթակի գունատվեց։ Ինչի՞ մասին ես խոսում։ Ֆինանսական խարդախությունների մասին, որոնք դու կատարել ես Եվրոպայում։ Ընկերությունների մասին, որոնք սնանկացել են քո պատճառով։ Մարդկանց մասին, որոնց դու ոչնչացրել ես բարձրանալու համար։ Ես այստեղ ամեն ինչ փաստաթղթավորված ունեմ։ Եվ եթե դու անցկացնես այս ասուլիսը, եթե մի բառ ասես Անիի դեմ, ես այս ամենը կհանձնեմ իշխանություններին։ Դու դա չէիր անի։ Դավիթը մոտեցավ, աչքերը պողպատի պես պինդ։ Դիտիր։ Դու ընտրություն ունես։ Հրաժարվում ես մեղադրանքներից, հրապարակայնորեն ընդունում ես, որ ստել ես, անհետանում ես իմ կյանքից ընդմիշտ։ Կամ ես ոչնչացնում եմ քեզ այնպես, ինչպես դու փորձեցիր ոչնչացնել Անիին։ Եվ ի տարբերություն քեզ, ես իրական ապացույցներ ունեմ։ Լիլիթը նրան նայեց մաքուր ատելությամբ։ Դու փոխվել ես։ Այն Դավիթը, որին ես ճանաչում էի, երբեք այսքան դաժան չէր լինի։ Դու սխալվում ես։ Այն Դավիթը, որին դու ճանաչում էիր, երբեք իրեն պաշտպանելու խիզախություն չէր ունենա։ Բայց ես սովորեցի։ Սովորեցի, որ երբեմն լավ լինելը նշանակում է ուժեղ լինել։ Նշանակում է պաշտպանել նրանց, ում սիրում ենք։ Եվ ես սիրում եմ Անիին։ Ավելի շատ, քան դու երբեք կարող ես հասկանալ։ Ասուլիսը տեղի ունեցավ, բայց ոչ այնպես, ինչպես Լիլիթը պլանավորել էր։ Տեսախցիկների լրագրողների առաջ նա ընդունեց, որ խանդից ելնելով կեղծել է մեղադրանքները Անիի դեմ։ Հրապարակային ներողություն խնդրեց։ Եվ հայտարարեց, որ անորոշ ժամանակով լքում է Հայաստանը։ Դա նվաստացուցիչ էր նրա համար։ Բայց դա միակ ելքն էր։ Եվ Դավիթը, դիտելով այդ ամենը սրահից, միայն թեթացում զգաց։ Թեթացում, որ Անին վերջապես ազատ կլինի։ Ազատ, ապրելու առանց ուսի վրայով հետ նայելու։ Ազատ, երջանիկ լինելու։ Երբ վերադարձավ հիվանդանոց պատմեց Անիին, թե ինչ է պատահել, նա այնքան ուժեղ գրկեց նրան, որ Դավիթը հազիվ էր կարողանում շնչել։ Բայց նրան դա չէր անհանգստացնում։ Որովհետև առաջին անգամ 15 տարվա մեջ Դավիթ Մանուկյանը զգում էր, որ իսկապես շնչում է։ Տիկին Սոնան դուրս գրվեց դեկտեմբերի 27-ին։ Դեռ հսկողության կարիք ուներ, բայց բավականաչափ լավ էր տուն գնալու համար։ Դավիթը պնդեց, որ վճարի բոլոր անհրաժեշտ բուժումները, ներառյալ Երանի լավագույն մասնագետներին։ Անին փորձեց հրաժարվել, բայց նա անդրդվելի էր։ Սա ողորմություն չէ, ասաց նա։ Սա ընտանիք է, որը հոգ է տանում ընտանիքի մասին։ Եվ Անին հասկացավ։ Նրանք այժմ ընտանիք էին։ Ոչ թե արյունով, այլ ընտրությամբ։ Սիրով։ Նվիրվածությամբ։ Սուրբ ծննդյան նախօրեի բարեգործական ընթրիքը դեռ տեղի ունեցավ։ Բայց այս անգամ Դավիթն ու Անին այլ կերպ ժամանեցին։ Ոչ թե որպես կեղծիք, ոչ թե որպես պայմանավորվածություն, այլ որպես իրական զույգ, որը վերապրել է փոթորիկները ավելի ուժեղ դուրս եկել։ Միջոցառումը նույն սրահում էր, որտեղ նրանք վերամիավորվել էին աշխատանքից հեռանալուց հետո։ Որտեղ ամեն ինչ իսկապես սկսվել էր։ Բայց հիմա ամանորյա լույսերն ավելի պայծառ էին թվում։ Երաժշտությունն ավելի ուրախ։ Օդն ավելի թեթ։ Ընթրիքի կեսին Դավիթը վեր կացավ, խնդրեց բոլորի ուշադրությունը։ Սրահը լռեց, հարյուրավոր հետաքրքրասեր աչքեր ուղղված էին նրան։ Ձեզանից շատերը գիտեն իմ մասնագիտական պատմությունը, սկսեց նա։ Գիտեք, որ ես իմ ընկերությունը զրոյից եմ կառուցել։ Որ հաղթահարել եմ մարտահրավերներ, հաղթել եմ խոչընդոտներ։ Բայց այն, ինչ քչերը գիտեն, այն է, որ այս կայսրությունը կառուցելու ընթացքում ես կորցրել եմ ինձ։ Մոռացել եմ, թե ով եմ։ Մոռացել եմ, թե ինչպես զգալ, ինչպես վստահել, ինչպես սիրել։ Նա նայեց Անիին, որը նստած էր սեղանի մոտ, աչքերը լայն բացված։ Դավիթը ձեռքը մեկնեց նրան։ Անի, խնդրում եմ։ Նա տատանվելով վեր կացավ, մոտեցավ նրան։ Դավիթը վերցրեց նրա երկու ձեռքերը, նայելով նրա աչքերին մի այնպիսի ուշքնությամբ, որ ամբողջ սրահն անհետացավ։ 5 տարի շարունակ դու աշխատել ես իմ կողքին։
Եվ 5 տարի շարունակ ես չափազանց կույր էի տեսնելու այն, ինչը հենց իմ աչքի առաջ էր։ Դու ոչ միայն իմ օգնականն էիր։ Դու իմ խիղճն էիր, իմ ուժը, իմ լույսը մութ օրերին։ Եվ ես քեզ սարսափելի վերաբերվեցի։ Նվաստացրի քեզ, թերագնահատեցի քեզ, ստիպեցի քեզ անտեսանելի զգալ։ Դավիթ շնջաց անին, բայց նա գլուխը թափահարեց։ Թույլ տուր ավարտեմ։ Երբ դու հեռացար, երբ խիզախություն ունեցար ինձ դիմակայելու գնալու, իմ մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Բայց դա լավագույն բանն էր, որ կարող էր պատահել։ Որովհետև դա ստիպեց ինձ նայել ինքս ինձ։ Տեսնել այն մարդուն, որին վերածվել էի։ Եվ որոշել, թե արդյոք դա այն մարդն էր, որը ուզում էի շարունակել լինել։ Նա գրպանից մի փոքրիկ տուփ հանեց։ Ամբողջ սրահը շունչը պահեց։ Անին զգաց, թե ինչպես են ոտքերը թուլանում։ Դու ինձ սովորեցրիր, որ իսկական սերը վերահսկողության մասին չէ։ Այն վստահության մասին է։ Իշխանության մասին չէ։ Գործընկերության մասին է։ Կատարելության մասին չէ։ Այն ամեն օր ինչ-որ մեկին ընտրելու մասին է, թերություններով ամեն ինչով։ Դավիթը բացեց տուփը, բացահայտելով մի պարզ, բայց գեղեցիկ մատանի։ Անի Կարապետյան, կշնորհես ինձ պատիվը, կյանքիդ մնացած մասն անցկացնել, ինձ նորից մարդ լինել սովորեցնելով։ Անին լաց էր լինում, ժպտում, դողում։ Նրանց շուրջը սրահը պայթեց զարմանքի շշուկներից։ Բայց նա կարողանում էր տեսնել միայն Դավիթին։ Մարդուն, որը քարի պես պինդ էր, բայց սովորել էր փափուկ լինել։ Մարդուն, որը պատեր էր կառուցել, բայց ընտրել էր քանդել դրանք։ Այո, ասաց նա խեղդված ձայնով։ Այո, ուզում եմ։ Դավիթը մատանին դրեց նրա մատին, նրան քաշեց մի համբույրի, որը տոնվեց բոլոր ներկաների խանդավառ ծափահարություններով։ Երբ բաժանվեցին, երկուսն էլ լաց էին լինում։ Լաց էին լինում թեթացումից, երջանկությունից, հույսից։ Գիշերվա մնացած մասն անցավ երազի պես։ Մարդիկ, որոնք նախկինում Անին արամարանքով էին նայում, այժմ ջերմորեն ողջունում էին նրան։ Նրանց իսկական ընկերներն անկեղծորեն տոնում էին։ Եվ Անին կյանքում առաջին անգամ իրեն տեսանելի էր զգում։ Գնահատված։ Սիրված։ Երբ այդ գիշեր վերադարձան տուն, տիկին Սոնան դեռ արթուն էր, չնայած ուշ ժամին։ Նա տեսավ մատանին Անիի մատին ժպտաց, աչքերը փայլելով հուզմունքից։ Նա լավ է քեզ համար, աղջիկս։ Նա սովորում է լինել, պատասխանեց Անին, գրկելով մորը։ Եվ ես էլ եմ սովորում թույլ տալ, որ ինչ-որ մեկը լավ լինի ինձ համար։ Հաջորդ ամիսները վերակառուցման էին։ Դավիթը փոխեց մանուկյան կորպորացիայի մշակույթը։ Ներդրեց ավելի մարդկային քաղաքականություն, սկսեց գնահատել աշխատակիցներին ոչ միայն արդյունքների, այլ բնավորության համար։ Անին իր հերթին հանրային ճանաչում ստացավ այն ընկերությունների կողմից, որոնք նախկինում դռներ էին փակել։ Ստացավ հիանալի աշխատանքի առաջարկներ, բայց ընտրեց անկախ խորհրդատուի պաշտոն, աշխատելով այն ընկերությունների հետ, որոնք գնահատում էին էթիկան հարգանքը։ Նրանք կատարյալ ավարտ չունեցան։ Նրանք ունեցան իրական ավարտ։ Մարտահրավերներով, դժվար օրերով, վեճերով, հաշտություններով։ Բայց ունեցան մի ավարտ, որտեղ նրանք ընտրում էին միմյանց։ Ամեն օր։ Գիտակցաբար։ Դավիթը սովորեց, որ խոցելիությունը թուլություն չէ։ Սովորեց ներողություն խնդրել, սխալներն ընդունել, վստահել։ Անին սովորեց, որ ինքնագնահատականը եսասիրություն չէ։ Սովորեց սահմաններ դնել, հարգանք պահանջել, ընդունել սերը առանց կարծելու, որ պետք է դրան արժանանա։ Եվ տիկին Սոնան, լավագույն բուժումներով սիրով շրջապատված, զգալիորեն լավացավ։ Նա, ով միշտ խնամել էր Անիին, այժմ թույլ էր տալիս, որ իրեն խնամեն։ Եվ տեսնում էր, թե ինչպես է դուստրը ծաղկում այնպես, ինչպես միշտ գիտեր, որ հնարավոր է։ Այն Սուրբ Ծննդից 1 տարի անց, որը փոխեց ամեն ինչ, Անին Դավիթը վերադարձան նույն սրահ։ Բայց այս անգամ իրենց սեփական հարսանիքի համար։ Դա փոքր, մտերմիկ արարողություն էր, միայն այն մարդկանց հետ, ովքեր իսկապես կարող էին։ Տիկին Սոնան առաջին շարքում էր, փայլուն առողջ։ Գայանեն, Ռուբենը վկաներն էին։ Աննան հարսնակույրն էր։ Երբ Դավիթն ասաց այո, նրա ձայնը հաստատուն էր, բայց աչքերը արցունքոտ։ Երբ Անին ասաց այո, նա ժպտում էր, ազատ, ամբողջական։ Եվ երբ նրանք համբուրվեցին որպես ամուսին կին, դա ոչ միայն սիրո տոնակատարություն էր։
Դա երկու մարդկանց տոնակատարություն էր, որոնք գտան միմյանց, երբ ամենաշատն էին կարիքը զգում։ Որոնք բուժեցին միմյանց։ Որոնք ապացուցեցին, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Երբեք ուշ չէ երջանիկ լինել ընտրելու համար։ Երանը շարունակում էր եռալ դրսում։ Միլիոնավոր պատմություններ տեղի ունենում միաժամանակ։ Միլիոնավոր մարդիկ փնտրում էին սեր, ընդունում, իմաստ։ Եվ այս ամենի մեջ երկու մարդ, որոնք կարող էին լինել պարզապես ձախողված հարաբերություններից մեկ վիճակագրություն, ընտրեցին տարբեր լինել։ Ընտրեցին պայքարել։ Ընտրեցին ներել։ Ընտրեցին սիրել։ Եվ վերջում այդ ընտրությունն ամեն ինչ փոխեց։ Որովհետև իսկական սերը երբեք չսխալվելու մասին չէ։ Այն միշտ նորից փորձելու մասին է։ Կատարյալ լինելու մասին չէ։ Իրական լինելու մասին է։ Երբեք չընկնելու մասին չէ։ Միշտ միասին ոտքի կանգնելու մասին է։ Անին Դավիթը դա սովորեցին ամենադժվար ճանապարհով։ Բայց սովորեցին։ Եվ հիմա, ձեռք ձեռքի տված, նայելով ապագային հույսով, ոչ թե վախով, նրանք գիտեին, որ գտել են մի հազվագյուտ բան։ Մի թանկարժեք բան։ Նրանք գտել էին միմյանց։ Եվ այս անգամ, ընդմիշտ։ Պատմության ավարտը, սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անի Դավիթի պատմությունը հուզեց ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք հաղթահարման, սիրո նոր սկիզբների այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, կիսվեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Իրական մարդկանց պատմություններ, որոնք պայքարում են իրական մարտերի դեմ, գտնելով սեր կյանքի քաոսի մեջ։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ նոր պատմությունը կխառնի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ հավատալ, որ միշտ հույս կա, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Ցտեսություն, շնորհակալություն մեր համայնքի մասը լինելու համար։